Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն հարգելի հյուրեր, Սարգիս նախընտրական բանավեճի հերթական թողարկումն է։ Այո, Բուն TV-ի եթերում շարունակում է Բուն բանավեճը, ինչպես միշտ այսօր նույնպես մեր տաղավարում հանդիպել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այսօր պատրաստվում են քննարկել բանակն ու անվտանգությունը։ Այո, մի թեմա, որ այս ընթացքում ամենաթեժ քննարկվող թեմաներից է եւ քաղաքական ուժերը հաճախ շատ հակընդդեմ մոտեցումներ են ներկայացնում, թե ինչպես է պետք ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Անվտանգության հարցը շարունակում է մնալ Հայաստանի համար թիվ 1 հարցը, անվտանգության հարցը կարևոր է, անվտանգությունից է կախված ամեն ինչ, տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ եւ այսօր պատրաստվում ենք քննարկել ըստ էության ամենակարևոր հարցը, ներկայացնենք մեր հյուրերին Աննա։ Սիրով ներկայացնենք մեր հյուրերին, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Գևորգյան, բարև ձեզ Տիկին Գևորգյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նոր ուժ կուսակցության ներկայացուցիչ Նարե Արամյան, բարև ձեզ Տիկին Արամյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Թելման Պետրոսյան, բարև ձեզ պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Պարոնյան, բարև ձեզ պարոն Պարոնյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ազգային ժողովրդավարական Բևեր համահայկական կուսակցության ներկայացուցիչ Արա Պապյան, բարև ձեզ պարոն Պապյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ Իշխան Գևորգյան, բարև ձեզ պարոն Գևորգյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչ Միքայել Գալոստյան, բարև ձեզ պարոն Գալոստյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյան, բարև ձեզ պարոն Գորգիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք ունենք կանոններ բանավեճի ընթացքում, մեր բանավեճը 3 փուլից է, խնդրեմ Աննա ներկայացրու առաջին փուլի կանոնները։ Սիրով ներկայացնեմ առաջին փուլի կանոնները, հարգելի մասնակիցներ, այս փուլում մենք մեկական հարց կուղենք ձեզ եւ դուք 2 րոպե ժամանակ կունենաք հարցին պատասխանելու համար։ Ցանկալի է ընթացքում իրար չընդհատեք եւ 2 րոպեից ավել ժամանակ աշխատեք պահպանել 2 րոպե, այո, որպեսզի մենք կարողանանք տեղավորվել եւ բոլորը կարողանան խոսել։ Տիկին Արամյան, առաջին հարցը ձեզ ուղենք, ընդդիմությունը նաեւ նոր ուժ կուսակցությունը հաճախ է քննադատում իշխանություններին, բանակում բարեփոխումներ չեք արել, բանակը այսպես բարձի թողի վիճակում է, վերջերս Հայաստանի կառավարությունը այսպես որոշեց զորահանդես անցկացնել հանրապետության հրապարակում եւ ցուցադրվեցին զինտեխնիկան, ցուցադրվեց նոր համազգեստը, կարծես զինտեխնիկայից դատելով կարելի է նաեւ հասկանալ թե ինչ կարգի բանակ է կառուցում Հայաստանի իշխանությունները 2020, 23, 22, 23 թվականներից հետո ձեզ չտպավորեց զորահանդեսը։ Գիտեք, նախ եւ առաջ բարեփոխումները միմիայն տեխնիկական եւ բուն գործառութային նշանակությանը չվերաբերող տարբեր առարկաներ գնելով չի, երկրորդ հերթին զարմանալի է անգամ այդ պարագայում, որովհետեւ մենք օբյեկտիվորեն ենք եւ ոչ քննադատում, այլ գնահատում ստեղծված իրավիճակը, որոնցում չկա որևէ բարեփոխում, թե ժողովրդավարության տեսանկյունից, թե անվտանգության ապահովման եւ իհարկե ամենակարևորը զարմանալիորեն, որ միթե դա չի կարող գրգռել թշնամուն, ինչպես նրանք պնդում են ամբողջ ընթացքում վախեցնելով մարդկանց, հետեւաբար չկա բանակում բարեփոխում, ընդհանրապես չկա բարեփոխում։ Նախ ընդհանրապես չկա, բայց տեսեք, դա բարեփոխում չէ։ Նախ դա պետք է լինի սովորական ընթացակարգային եւ ոչ թե որը կլիներ բարեփոխումը Տիկին Արամյան, օրինակ, եթե հանրային վերահսկողությունը վերադարձվեր բանակ, եթե մենք հստակ կիմանայինք այն ամբողջական շղթան, որը որ ապահովելու է բանակի թե մարտունակությունը եւ թե ուղղակի կարգ ու կանոնը, որը այսօր նույնպես դուք ուզում եք ազատ մուտք ունենալ զորամասեր։ Դա ազատ մուտք չէ, դա երբևէ ժողովրդավարական երկրների համար լավագույն տարբերակներն է, երբ խորհուրդների եւ փորձագիտական խմբերի միջոցով կարող են խաղաղ պայմաններում զոհեր կորուստներ թիվը չի նվազել արդյոք։ Նախ խաղաղ պայմանները դրանք միայն կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունը ընդհանրապես սովորաբար այդպես չի չափվում, դա առանձին որոշակի հստակ չափորոշիչներով կատեգորիա է, որի մասին մենք պետք է դեռ երկար խոսենք, բայց իհարկե ոչ, այդպես մենք չափել չենք կարող, ինքնասպանությունների չբացահայտված մահերի թիվը դրան
վկայակոչել ուղղակի կարող ենք պարզ ձևով եւ այն բոլոր հետաքննությունները, որոնք կատարվում են այդ ուղղությամբ, նույնպես ամբողջությամբ տապալված։ Բայց դուք չպատասխանեցիք իմ հարցին, դուք տպավորված եք ի վերջո զորահանդես։ Ամենևին մենք այդպիսի զորահանդեսներ չէ որ տեսել ենք, այդ թվում եւ Շուշի ազատագրման հետ կապված։ Սպասենք ձեր ուժի կազմակերպած զորահանդեսին, Տիկին Արամյան։ Շնորհակալություն, Տիկին Գևորգյան, իսկ ձեր ուժը ինչպիսի պատկերացումներ ունի անվտանգության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ կամ գուցե կարծում եք, որ անհրաժեշտություն չկա եւ այնինչ արվում է արդեն բարեփոխում է։ Ինձ վերցնենք, որ մեր ուժը ոչ, դա բարեփոխում չի մեզ համար, որովհետև նախ մենք չունենք տնտեսական անվտանգություն։ Արդեն իսկ դա շատ վատ է, հողերը հանձնել ենք, սահմանափակումը Ռուսաստան Դաշնությունը սահմանափակում է ամեն ինչը, եթե արդեն դու չկարողանաս արտահանես քո բերքը, թեկուզ ծաղիկը եւ այլ, դա արդեն իսկ անվտանգություն չեմ համարում։ Ինչպես եք լուծելու այդ հարցը։ Այն որ արդեն պետք է կարողանաս դու քո դաշնակից ընկերների հետ կարողանաս թեկուզ դիվանագիտական ճանապարհներով այդ ամենը լուծես, որը այս իշխանությունը կտրուկ բոլոր կապերը ինքը խզել է։ Հենց կոնկրետ Ռուսաստանի Տիկին Գևորգյան, իսկ դուք կարծում եք, որ դաշնակից ընկեր երկրների վարքագիծ է տնտեսական սպառնալիքներ հնչեցնելն ու կիրառելը։ Գտնում եմ ոչ։ Մեր իշխանության կողմից է դա կատարվում։ Մեր իշխանությունն է սպառնալիքներ։ Սպառնալիք ոչ թե սպառնալիք, այլ ինքն է, իրենցից է դա գալիս, որպեսզի Ռուսաստանն էլ ինքն է թելադրում այդ պարագայում արդեն թելադրող կողմը ինքն է լինում։ Շատ լավ, դուք շարունակեք ձեր պատկերացումները բարեփոխումների վերաբերյալ Այն որ արդեն նախ համաձայն է, սկսեմ զինված ուժերից, քանի որ ինքը զինծառայող եմ եղել, սկսեմ որ զորահանդեսից մենակ գոհ կարող է ասել որ շատ լավ։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ Պահեստազորի փոխգնդապետ եք։ Այո, այն որ արդեն զորահանդեսը միակ այն որ ժամկետայինները շատ փայլուն քայլեցին, մեր զինծառայողները շատ, մենակ դա կարող եմ ասել, որ դա շատ լավ է։ Շարայինը 5 եք գնահատում բանակի։ Բոլոր զինվորականներին, այո։ Տեխնիկան թույլ տվեք գնահատական չտան, որտեղ այնտեղ տեխնիկա չկար ինձ համար, ինչը որ ես եմ տեսել։ Իսկ ինչ էինք դիտում 95 թվականի ծեսկոմ, ես սա կշարունակեմ ձեր հարցի պատասխանը եւ համազգեստը 1000 ներողություն կխնդրեմ, շատ նման էր Ադրբեջանի համազգեստին։ Շնորհակալություն Տիկին Գևորգյան։ Պարոն Պարոնյան, մեր բանախոսներից մեկին ընդհանրապես չի տպավորել փաստորեն զորահանդեսը, Տիկին Գևորգյանը միայն առանձնացրեց քայլերը։ Ձեր ուժը, եթե չեմ սխալվում, առաջարկում է այսպես հանձնաժողով ստեղծել, որպեսզի ինքը հավասարակշռի վարչապետի այսպես լիազորությունները, եթե չեմ սխալվում, նաև դուք առաջարկում եք $1 միլիարդ այսպես կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը, գնել նոր սպառազինություն, տեխնիկա, համազգեստ։ Ես ուզում եմ հասկանալ, երբ որ դուք օրինակ առաջարկում եք նման գումար ավելացնել, որտեղից եք վերցնելու այդ գումարը, $1 միլիարդ ավել։ Շատ լավ, բայց միջ ձեր հարցին պատասխանելը կուզենայի մի շատ կարևոր արձանագրում անել, որ ըստ էության այսօրվա մեր բանավեճին ներկա չեն գլխավոր հասցեատերերը եւ այն մարդիկ, ովքեր որ պետք է պատասխան տան ընդդիմության հնչած հարցերին եւ մի քիչ այդ առումով բանավեճային ֆորմատը չեմ հասկանում ինչպես ենք կազմակերպելու, բայց ամեն դեպքում ձեր հարցինի պատասխան ասեմ, որ նախ առաջինը միջ այդ $1 միլիարդ այսպես ասած ճարելը մենք մեր ծրագրում հստակ գրել ենք, որ մենք ունենք օրենքի նախագիծ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պաշտպանական ծախսերը չեն լինելու ավելի պակաս, քան Հայաստանի Հանրապետության հնայի 8%-ը։ 8%-ը, դա ամենաբարձր թվերից մեկն է աշխարհում։ Դուք առաջարկում եք սոցիալական հարցերին ծախսեր, սոցիալական ուղղությամբ ծախսեր չանենք, առողջապահական ուղղությամբ չանել, ամբողջ բյուջեն ուղղել պաշտպանությանը։ Չէ, նման բան մենք չենք առաջարկում, սա հստակ պատկերացնեք ինչ բարձր թիվ է։ Ենք պատկերացնում։ Սա հստակ հաշվարկված գումար է եւ գաղտնիք չի ոչ մեկի համար, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ներկայիս կառավարությունը ոչ նպատակային է այսպես ասած դուք կարծում եք այդ գումարը հիմա կա հնայի 8%-ի չափով, բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում այդ գումարը վերցնել եւ ուղղել պաշտպանությանը։ Նիկոլ Փաշինյանը ես չգիտեմ ինչ է ուզում, ինչ չի ուզում, ես գիտեմ միայն որ Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունքում մենք ունեցենք կորսված Արցախ 120,000 փախստականներ եւ էթնիկ զտման ենթարկված արցախցիներ, քանդված եւ բարոյալքված բանակ եւ ըստ էության Ալիևի կողմից սանկցիավորված զորահանդես, որովհետեւ
պարզից էլ պարզ է, որ այն զորահանդեսը, որը իրականացրեց Փաշինյանը, դա նախընտրական PR էր եւ այդ զորահանդեսը նա չէր կարող ոչ մի պարագայում իրականացնել առանց Ալիևի թողտվության։ Իսկ ինչ վերաբերվում է այդ 1 միլիարդին, որի ուղիղ կեսը 500 միլիոնը մենք պատրաստվում ենք ուղղել ներքին արդյունաբերության, ռազմաարդյունաբերության զարգացմանը, դա հստակ թիվ է, դա հաշվարկված թիվ է, որը հաշվարկվել է բարձրակարգ մասնագետների կողմից եւ այո, այդ թիվը կա, այդ թիվը չի խանգարում այլ ոլորտների զարգացմանը եւ այդ թիվը առնվազն դա այն մինիմումն է, որը անհրաժեշտ է Հայաստանի բանակի մարտունակությունը բարձրացնելու համար եւ անվտանգային միջավայրը բարելավելու համար։ Պարոնյան, Աննա, մենք թերևս այստեղ ունկնդիրներին ներկայացնենք, թե ինչու իշխող ուժից այսօր չկա ներկայացուցիչ։ Այո, այս տեսանկյունից երկու բան հիշեցնենք եւ մեր հեռուստադիտողներին եւ մասնակիցներին նախ 18 քաղաքական ուժ է գրանցվել, մենք տաղավարում ունենք 8-ին հրավիրելու հնարավորություն եւ որպեսզի մենք կարողանանք, այո, բոլոր ուժերին հնարավորություն տալ արտահայտվելու կանչում ենք ըստ հերթականության, որպեսզի համամասնորեն բաժանվի ժամանակ։ Բացի այդ, կարծում ենք, որ ընտրողը իրավունք ունի նաև ընդդիմադիր դաշտում տարբեր ծրագրեր լսելու եւ կողմնորոշվելու հնարավորություն ունենալ։ Հետևաբար բանավեճ պիտի տեղի ունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների։ Եվ իհարկե ձեր հարցերի այսպես պատասխանո հասցեատերը բնականաբար իշխող ուժն է, պարոն Պարոնյան, խնդրեմ Աննա։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, ձեր քաղաքական ուժը մի քանի տարի է արդեն, որ ասում է, որ իշխանությունը որևէ բան չի անում բանակի բարեփոխման համար, անվտանգության ոլորտում լուրջ ճգնաժամ է, որովհետև երաշխավորներ չկան բոլոր այն փաստաթղթերի համար, որոնք ստորագրվում են։ Երկու հարց. Նախ ինչպես եք դուք պատկերացնում ձեր քաղաքական ուժը այդ բարեփոխումները եւ ուզում էի հարցնել զորահանդեսից հարցին անդրադարձան մյուս մասնակիցները, կուզեի դուք էլ անդրադառնաք զորահանդեսից հետո ձեր այդ պատկերացումները, որ ոչինչ չի արվում, փոխվեց թե նույնը մնաց։ Նախ բարև ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, երաշխավոր չունենալը գալիս է 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Ինչ նկատի ունեն նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ին մենք Ռուսաստանի միջնորդությամբ հրեդադարի պայմանագիր կնքեցինք Ադրբեջանի հետ։ Դրանից հետո Ռուսաստանը միջնորդ չէր, երաշխավոր չէր, ներողություն։ Դրանով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում զիջումների գնաց եւ ստորագրեց կներեք, հրաժարվեց Արցախից ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո եւս մի միջնորդ ճարեց Ամերիկայում եւ գնաց ստորագրեց այսպես ասած խաղաղության հռչակագիրը, որը ընդհանրապես հռչակագիր է, պայմանագիր չէ, իրավական ուժ չունի։ Եվ նայեք, 3 անգամ մենք զիջել ենք։ Նոյեմբերի 9-ին մենք զիջել ենք Արցախի մեծ մասը, համակերպվել ենք այդ մտքետ։ Գնացինք հասանք Եվրոպա, Եվրոպայում զիջեցինք ընդհանուր Արցախը։ Ներողություն, նոյեմբերի 9-ին ասցիք զիջել ենք Արցախի մեծ մասը, ինչ նկատի ունեք սա ընտրողների համար Արցախ նահանգը, նայեք, ես ասում եմ 7 շրջանները չէ, Արցախ նահանգի մեծ մասը զիջվել է։ Մեծ հայքի Արցախ նահանգը նկատի ունեք։ Արցախը, այն Արցախի համար, որը 1988 թվականին պայքարում էինք, որ միանար Հայաստանի Հանրապետությանը։ Որ քաղաքական միավորի նահանգներ Արցախը եմ ուզում Արցախը ընդհանուր, բացի 7 շրջաներից, որը միջազգայինորեն ճանաչված էր Ադրբեջանի տարածքի մեջ։ Լավ, ինչևից է անցնեմ հաջորդ հարցին, որը եւս կարեւոր է։ Ամերիկան կարող է հետաքրքրությունը կորցնել ամեն վարքյան Հայաստանից եւ դրա համար Ամերիկայի երաշխավորել համարը քիչ էր։ Իսկ տպավորությունը զորահանդեսից մենք 2016-ին էլ ենք հզոր զորահանդես ունեցել, 96-ին էլ ենք զորահանդես հզոր ունեցել, Համազգեստի հետ կապված էլ կներեք իհարկե, Համազգեստը շատ սիրուն էր, բայց մեր շարային կանոնադրության հետ չի համապատասխանում, ներդաշնակում չկար, շարային քայլելը շատ գեշ էր երևում։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան։ Պարոն Գեորգյան, ձեր ուժը առաջարկում է ձեզ ընդամենը իշխանությունը փոխանցել 100 օրով, հետո ինչ է լինելու, եւս ըստ էության նոր ընտրություններ անցկացվեն, այդ փոփոխություններից հետո, բայց մինչև այդ ամենին անցնելը դուք ունեք պատկերացումներ այս կարևոր հարցի հետ կապված։ Ես նկատի ունեմ ոչ թե անձամբ դուք, այլ
բոլորին դեմ եմ կուսակցությունը, ինչ պետք է արվի անվտանգությունն ապահովելու համար, բանակը հզորացնելու համար։ Ամենակարևոր ծրագիրը, որ կա, որ կարող է Հայաստանում արվի, դա առաջարկում է հենց բոլորին դեմ եմ, ինչը վերաբերվում է անվտանգությանը։ Մեր երկրի անվտանգությունը վերջի 8 տարիներին կախված է եղել սուպեր վարչապետից, որին կարելի է նաև թագավոր ասել, թայֆայի պետ ասել ու նրա բարի կամքից։ Ես ընթացքում համ հեռուստադիտողներին, համ ձեզ բոլորիդ կապացուցեմ։ Եթե ընտրական համակարգը այս չփոխվի, մենք ունենանք նոր ղեկավար, որը տիրելու է բոլոր իշխանություններին, ոնց որ հիմա է, էլի անվտանգության հետ էլ, խաղաղության հետ էլ խորքային խնդիրներ են լինելու։ Եթե մենք համակարգային փոփոխություններ չկարողացանք անել, ով էլ լինի այդ ղեկավարը, թե շքերթն է իր բարի կամքից կախված լինելու։ Իսկ ես այդ շքերթի մարդկանց եմ ճանաչում, ովքեր չեն հասկանում, իրանք ինչու են այդտեղով քայլում, դա հաշվետվություն է, նախընտրական շքերթ է, թե ուժի ցուցադրություն ոնց որ պետքա լիներ։ Ամենակարևոր ծրագիրը այն կանոններն է, ոնց ենք մենք կառուցում մեր իշխանությունը։ Այս կանոններով հասկանալի է, ձեր գլխավոր թեզը հասկանալի է, բայց բանակում բարեփոխումների հետ կապված անվտանգության ամրապնդման քննարկումներ ընդհանրապես ձեր ուժի ներսում եղել են։ Մեր ուժի ներկայացուցիչների կեսը մարտական ընկերներ։ Առավել եւս, եթե մարտական ընկերներ են քննարկումներ եղել են, թե խուսափել եք այդ հարցից, ասում եք մեզ համար կարևոր ընտրակարգը փոխելն է, ՇՄ 1% սարքելն է, հետո կերևա։ Անընդհատ այդ քննարկումները կան։ Եվ անընդհատ որ քննարկում եք, ինչ մտքերի եք եկել։ Ոչ թե պետքա քննարկվի այդ զենքի փողի հաստությունը 155-ա, թե 150, որ էլ չի լինում, այլ թե ով է այդ հրամանը տալու, ինչ կանոններով ու ինչի վրա է պետությունը հղվում այդ որոշումները կայացնելու։ Մենք նորից գալիս ենք ձեր գլխավոր թեզին։ Բանակի վերաբերյալ մտքեր կան ձեզ մոտ։ Բանակի վերաբերյալ էդ եմ ասում։ Բանակի կազմակերպումը մի ձև է հնարավոր, պետական կարգով, ոչ թե թագավորի բարի կամքով, որ իր զորքը կարա շարժի այսպես, որ դա ձեն է բերում, ձեն բերի։ Մենք պետք է ընդունենք, որ դա ձեն բերելու երթեր, ես ձեզ երաշխավորում եմ, որ ԿՊ-ն լինի, առատ չի լինելու մինչև մյուս ընտրությունները ու դրան պետքա գնահատական տրվի, որտեղ այնտեղ նսեմացրել են մեր պես տղերքին, զինվոր տղերքին, ովքեր համաձայն չեն այդ իրականությանը, ինչի են իրանք քայլում, եթե ուժի ցուցադրություն չի, հաշվետվությունը։ Ասեք մի հատ երկիր, որտեղ հաշվետվողական պարադ է եղել, երկրորդ երկիր, չկա տենց բան։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Պարոն Պապյան, ձեր քաղաքական ուժը առաջարկում է, որ հապկից պետք է դուրս գալ անվտանգություն ունենալու համար, խզել կապերը Ռուսաստանի հետ, եւ նաեւ ձեր քաղաքական ուժը համարում է, որ ներկա Հայաստանի քարտեզը քաղաքական, դա սովետական քարտեզ է եւ դրանից նույնպես պետք է հրաժարվել եւ միաժամանակ ունենալ ԱՄՆ-ի եւ արևմտյան համակարգի երաշխավորությունը։ Նախ կուզեի հարցնել, դուք որ Հայաստանի որ քարտեզով եք առաջնորդվելու անվտանգության մասին քննարկումներում եւ այդպիսի քարտեզի համար արդյոք հնարավոր է երաշխավորներ գտնել։ Եվ մինչև կպատասխանեք, ներողություն եմ խնդրում, պարոն Պետրոսյանը ասաց մի օր Միացյալ Նահանգները կարող է այսպես հրաժարվել մեր հետ, հիասթափվել, հրաժարվել, ես հստակ բառը չեմ հիշում, կներեք, եւ գնալ տարածաշրջանից, չէ՞ որ Միացյալ Նահանգները օվկիանոսից այն կողմ է անգամ խոսում է օրինակ Եվրոպայում զորքերի կրճատման մասին, մենք հիշում ենք Աֆղանստանից, ինչպես Միացյալ Նահանգները դուրս է, եթե չեմ սխալվում, դուք ծառայել եք խորհրդային ժամանակ Աֆղանստանում, ձեզ չտպավորեց Միացյալ Նահանգները մեկ օրում ինչպես թողեց Աֆղանստանն ու դուրս։ Դուք նույնը ցանկանում եք Հայաստանի հետ լինի։ Նախ ասեմ, որ Միացյալ Նահանգները չեն եկել տարածաշրջան, որ գնան։ Դեռ իրենք պիտի գան։ Այդ միտումները նկատում է։ Սա առաջին։ Մյուսը ազգային ժողովրդական բևեռը եւ նախորդող կուսակցությունը մշտապես հանդես են եկել առաջին հերթին ազգ բանակ ծրագրով, որը նախատեսում է առնվազն 2 բաղադրիչ, արդիական զենքով հագեցված պրոֆեսիոնալ բանակի ստեղծում 1 բաղադրիչը եւ տարածքային ինքնապաշտպանական ուժերը։ Իսկ մեզ համար ամեն պարակային, եթե խոսում ենք բանակային պաշտպանական անվտանգության մասին, առաջնայինը այն միջուկն է, որը պիտի լինի մեր կարողականություն։ Իսկ տարածք հասելով ինչ նկատի ունեք վերադառնալով քարտեզի հարցին։ Տարածք ասելով բնականաբար միջազգայինորեն ճանաչված սահմաններ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները որոշվել է 1920 թվականին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ազգերի լիգայի
փետրվար 24-ի զեկույց առաջարկով Թուրքիա հետ որոշվել է նոյեմբեր 22-ի նույն թվականի իրավարար վճռով։ Դրանից հետո տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես օկուպացիա, իսկ օկուպանտի որևէ գործողություն չի կարող իրավականորեն ընդունելի եւ ճանաչելի լինի։ Հետևաբար մեր տեսակետը հետեւյալն է. Հայաստանի սահմանները պիտի որոշվեն խարսխված միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե բոլշևիկիա քեմալական ինչ որ համաձայնություններ, ինչպես Թրամփը կասեր, դիլերի վրա, գործարքների վրա, դա անօրինական է։ Եվ փորձ չարվի հանկարծ ներկայացնել, որ դա հանգեցնելու է պատերազմի։ Պատերազմը անխուսափելի է, քանի դեռ այս կառավարման համակարգն է, որը ըստ էության արտաքին շղարշով փորձում է ժողովրդին խաբել եւ ցավոք Պարոն Պապյան, բայց դուք հղում եք անում մի քարտեզի, որը որևէ այլ երկիր կամ միջազգային կառույց ընդունում է որպես իրավականի վիճ։ Իհարկե, ընդունել է եւ վերահաստատել 1927 թվականին Սենատում, ավելին մերժել է Թուրքիայի հետ իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում այդ ժամանակ։ Պարոն Պապյան, դուք տեղյակ եք, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան նույն ռազմաքաղաքական դաշտում։ Այո, տեղյակ եմ դրանից, դա բնավ չի խանգարում, որպիսի Միացյալ Նահանգները ստանձնած պարտավորությունը իրականացնել։ Եվ ասեմ ցես, մենք հանդես ենք եկել մշտապես եւ մեր ծրագրում էլ կա ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցային հարաբերությունների հաստատմամբ այդ կարգավիճակի ստացմամբ, որը մեզ հնարավորություն է տալիս զեղչ գներով, էժան գներով զենք ձեռք բերել եւ այդ ամբողջացնից հետո արդեն հապկի եւ մյուսի ռուսական ռազմաբանական պարոն Գորգիսյան, ինչ պատկերացումներ կան լուսավոր Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի ընդհանրապես անվտանգության ապահովման հետ կապված, անվտանգության ապահովման հետ կապված, ինչ եք դուք առաջարկում ընտրողներին բանակի անվտանգության բարեփոխումներ, անվտանգության ապահովում, խնդրեմ։ Շնորհակալություն։ Առաջին հերթին անվտանգություն ապահովելու համար պետք է լինի քաղաքական կամք դիմադրելու եւ չհանձնվելու։ Այն ինչ մենք այսօր չունենք եւ ցանկացած զենքի ցուցադրություն դա ոչ թե ուժի ցուցադրություններ է սպարագայում, այլ ընդհանրապես քաղաքական PR։ Ես իհարկե շնորհավորում եմ մեր զինծառայողներին այդ շքեղ զորահանդեսի կապակցությամբ, բայց մեզ զորահանդեսներ պետք չեն, մեզ զորավարժություններ են պետք։ Եվ մեզ պետք է արդիական 21-րդ դարին համահունչ անվտանգային դոկտրին։ Խոսում ենք ազգբանակից, դեռ հանրապետականների ժամանակ այդ ազգբանակ գաղափարը բերել էին, բայց որևէ իրականացման գործիք դրա տակ չկար դրած։ Պարոն Գորգիսյան, դուք տեսել եք պաշտպանության նախարարի հարցազրույցները, երբ որ ինքը խոսում է զորավարժությունների ավելի մեծ քանակի մասին, քան նախկինում էր։ Մենք վերջի տարիներին տեսել ենք, որ մեր հակառակորդներն են համատեղ նաև զորավարժություններ անում, բայց մեր զորավարժությունները այն նոր տեխնիկա է, որ մենք ունենք, դրա մասին որևէ տեղեկություն չի եղել։ Չկա, բայց դա չի նշանակում, որ չեն արվում։ Դա նշանակում է, որ չեն արվում, որովհետև մեր իշխանությունները սովորություն ունեն խաբել, սովորություն ունեն չեղածը ներկայացնել որպես իրողություն եւ այդպես ամեն ինչ տանել կործանման։ Անվտանգային բաղադրիչներից կարևորագույններից մեկը նաև դաշնակցային հարաբերություններն են եւ պատերազմի գործիքներից մեկն է թշնամուն հակառակորդին զրկել դաշնակիցներից։ Եվ դա այն է, ինչ հիմա այսօր մեր հետ անում է Ադրբեջանը փաստացի, եւ մենք որևէ կերպ չունենալով նոր դաշնակիցներ, ձեռք չբերելով եւ չզարգացնելով անվտանգային ոլորտում այլ դաշնակցային հարաբերություններ, փչացնում ենք արդեն իսկ եղած հարաբերությունները մեր դաշնակցի հետ։ Դաշնակցի, որը լռում էր 2021-22 թվականներին եւ գիտեք, այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, այո, այդ ամեն ինչը պետք է բարձրացնել, այդ ամեն ինչի մասին պետք է խոսել, բայց դա կարելի է խոսել, եթե Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում գործեց Ադրբեջանը եւ մենք 200-ից ավել զոհեր տվեցինք եւ մի դատապարտող հայտարարություն, դուք այդ դաշնակցի մասին եք խոսում։ Մենք ցավոք սրտի այլ դաշնակից չունենք այս տարածաշրջանում։ Բայց Ռուսաստանը այդ պարագայում այս դաշնակից է։ Որևէ դաշնակցային հարաբերություններ չեն լինում իդեալական։ Նույնիսկ հիմա տեսնում եք ԱՄՆ եւ ՆԱՏՕ ընդհանուր հարաբերություններում կան խնդիրներ։ Այդ խնդիրներով պետք է զբաղվել եւ պետք է լուծել։ Եվ չի կարելի գնալ արկածախնդրությունների, մեր տարածաշրջանը բուրըն վտանգներով լի տարածաշրջան է եւ այստեղ պետք է կշռադատված, հավասարակշռված քայլեր անել։ Շնորհակալություն, պարոն Գորգիսյան։ Պարոն Գալստյան, ձեր քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանը 2 անգամ պաշտպանության նախարար է եղել։
ընդ որում երկրորդ անգամ արդեն պատերազմից հետո եւ դա մի շրջան էր, երբ Հայաստանի զինված ուժերը փորձում էր ոտքի կանգնել պատերազմից հետո Ռուսաստանի օգնությամբ եւ բարեփոխումներն անել ռուսական համակարգով, այսպես ասած։ Սա հաշվի առնելով, երբ խոսակցություններ են գնում նրա մասին, որ Ռուսաստանի հետ եւ նրա երաշխավորությամբ է պետք այդ բարեփոխումները անել, դուք ինչ կարծիք ունեք, ինչու ձախողվեցին ուրեմն այդ փորձերը եւ միգուցե դուք այլ կարծիք ունեք, չեն ձախողվել։ Շնորհակալություն։ Ուրեմն տեսեք, մեր մի փոքր սկզբից կամ հարցից պատասխանը մեր նախընտրական կետերի առաջին կետը, եթե կարդացել եք, սա ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում անվտանգային նոր հայեցակարգ ստեղծելն է։ Սա ուրեմն դոկտրին է, որը պետության կենսագոյության բոլոր ձևաչափերը ներառում է իր մեջ։ Ինստիտուցիոնալ դոկտրին է, որը տարածվում է ամբողջ ինստիտուտների վրա եւ պարտադիր է բոլորի կատարման համար։ Իսկ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները կարծես դեռ շարունակվում են, դուք շարունակվում են եւ համարում եք, որ դրանք ավարտվել են, որ կարելի է նոր հայեցակարգ գրել արդեն։ Այո։ Հիմա տեսեք, մենք ինչպես նշեց գործընկերը իմ չունենք դեռ այլ ռազմական դաշնակից։ Մեր դաշնակիցը այսօր դեռ Ռուսաստանն է։ Իսկ պետք է ունենալ այլ ռազմական դաշնակից։ Տեսեք, ցանկալի կլիներ, բայց այսօրվա մեր տարածաշրջանային իրավիճակը այնպիսին է, որ այլ դաշնակիցներ ոնց որ թե չեն շտապում մեր հետ գալու ինչ որ մի ռազմական դաշինքներ կնքելու։ Իսկ մեր ռազմական դաշնակից Ռուսաստանը շտապում է շարունակել իր պարտավորությունները դաշնակցային։ Այո։ Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը ինքը ունի խնդիրներ Ուկրաինայի հետ կապված, այդ թվում նաև ռազմական։ Այն կետը, որ ասացիք, որ Վաղարշակ Հարությունյանը փորձել է վերազինել բանակը Ռուսաստանի օգնությամբ, խանգարել է նաև այդ հանգամանքը, որ Ռուսաստանը ինքն է մտել ակտիվ ռազմական գործողությունների մեջ եւ զենքի մատակարարում Հայաստանին մի քիչ Բայց Ռուսաստանի խնդիրները դեռ շարունակվում են։ Այդ պարագայում ուրեմն ինչ է պետք անել։ Մենք նախատեսում ենք նաև մեր մոտ մեր ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը եւ զարգացումը։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Մենք անցնում ենք հարգելի հյուրեր հաջորդ փուլին։ Այս փուլում ձեզնից յուրաքանչյուրը կարող է 2 հարց ուղղել տարբեր մասնակիցների։ Հարցերն ուղղելու համար ունեք 30 վայրկյան, պատասխանի համար 2 րոպե ժամանակ եւ հարց տվողը կունենա նաեւ 30 վայրկյան արձագանքի համար։ Խնդրենք Տիկին Արամյանին առաջին հարցերը ուղղել, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը, Տիկին Արամյան։ Ձեզ եւ ձեզ։ Տիկին Գևորգյանին եւ կարևոր է, որ մենք 2 ճիշտ սերի ներկայացուցիչներ ենք եւ որովհետեւ դուք բարձրաձայնեցիք կարևորագույն խնդիր, որը վերաբերում է հենց քարտեզներին եւ միջազգային իրավունքի տիրույթին։ Խնդրեմ, ձեր հարցերը։ Ես իհարկե շատ ողջունում եմ հենց կանանց դերակատարումը զինված ուժերում եւ կցանկանայի իմանալ ինչպես եք վերաբերում ընդհանրապես պարտադիր զինվորական ծառայությանը, այդ թվում եւ կանանց ներգրավմամբ, անգամ եթե դա որևէ այլընտրանքային ծառայության ձևաչափով։ Իսկ դուք առաջարկում եք, որ կանայք նույնպես անցնեն պարտադիր զինվորական ծառայություն Հայաստանում։ Ընդհանրապես հայրենիքի նկատմամբ ծառայությունը խտրականության, անգամ դրական խտրականության չի կարող ենթարկվել։ Այլ է խնդիրը, թե ինչպիսին պետք է լինի ձևաչափը, այդ է պատճառը, որ կցանկանայի կնոջ այդ թվում առավել եւս շատ կարեւոր դեր ունեցող։ Ճիշտ հասկացա, խոսքը պարտադիր զինծառայության մասն է, որ կանայք զորակոչվեն զինված ուժեր։ Այո, բայց որ ձևաչափով եք դա պատկերացնում։ Շարային ծառայության, առանձին դերերի, ինչ որ գործառութային նշանակության։ Իմ կարծիքով մինչ այսօր, մինչ ներկայիս պաշտպանության նախարարը ոչ մեկ նման միտք չել անգամ արտահայտել, պարտադիրի մասին է խոսքս, ոչ թե որպես պայմանագրային ենթասպա կամ սպա։ Ես համարում եմ, որ դա նորմալ երևույթ չի, քանի որ դեռ մենք էլ չունենք այդ պայմանները, որ կանայք այս կազարմաններ ունենանք եւ իրենք առանձին եւ քնելատեղ լինի եւ փոխվելու տեղ լինի եւ այլն։ Ես որպես պարտադիր զինծառայություն նորմալ չեմ համարում դա։ Իսկ մնացածը նորմալ է, որտեղ այո, կանանց դերը շատ մեծ է զինված ուժերում։ Ես դա իմ փորձի վրա եմ տեսել, ես տեսել եմ լավ բանակ, ես տեսել եմ լավ կանանց, որոնք նաեւ առաջի պատերազմի ժամանակ են իրենց
աջակցություն ունեցել եւ փորձել են ամեն կերպ կանգնած լինեն տղա սպաների կամ տղամարդ զինծառայողների կողքին։ Որպես պարտադիր ես դրան բացասական եմ նայում, որ կանայք չեն կարող զորակոչվել, այսինքն դու այնքան ռեսուրս չունես, որ արդեն իքական սերին ես զորակոչում։ Ես տենց եմ գնահատում։ Եվ հարցս Դուք կարող եք արձագանքել մինչև այո, ես վերջում արձագանքեմ հավանաբար եւ ձեզ եթե դժվար չի այն ամբողջական պատկերացումները միջազգային իրավունքի միջոցով այդպիսի խնդիրները լուծելու լրիվ ընկալելի են եւ ընդունելի, որովհետեւ մենք պետք է այո հստակեցնենք, թե ինչ գործողություններ մենք պետք է անենք, որպեսզի կարողանանք այդ քարտեզներով առաջնորդվում։ Գիտեք, այդ բոլոր հարցերը մենք պետք է ամբողջությամբ տեսնենք ազգային տեսլականի շրջանակներում։ Խնդիրը նրանում է, որ մենք չունենք ազգային նպատակ, որի շրջանակներում կարող ենք բանավիճել, քննարկել, տեսնել, դիտարկել։ Եվ այո, մենք դիտարկում ենք միջազգային իրավունքով սահմանված եւ ոչ մի տեսակով ոչ միջազգայինորեն ճանաչված անհասկանալի եզրույթի շուրջ անվտանգության խնդիրները, այդ թվում եւ ժողովուրդների իրավունքները ինքնորոշվելու եւ ունենալու իրենց ցեղասպանությունից ազատ կյանքը։ Հետեւաբար իմ հարցը վերաբերում է թե ինչպես եք տեսնում միջազգային իրավունքի շրջանակներում այսօր արդեն Արցախահայության ուղղակի գոյատևման եւ վերադարձի իրավունքի պաշտպանությունը եւ առաջին հերթին միանշանակ միջազգային դատական ատյաններում։ Ես ուզում եմ ասել, որ իրավունքի ամրագրումը դեռևս չի նշանակում նկարտումներ եւ պահանջների անմիջական ներկայացում։ Մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի ամրագրումը միջազգային իրավունքի հիման վրա, մասնավորապես միջազգային դատարան դիմելով, դա հնարավորություն մեզ կտա խուսափել Ադրբեջանի արդեն իսկ մեր նկատմամբ հնչող եւ ներկայացված 150 միլիարդ դոլարի ռազմատուգանքների։ Եթե մենք ճանաչում ենք Արցախը որպես Ադրբեջանի մաս, հաջորդ քայլը ռազմատուգանքների արսն է 30 տարվա օկուպացիա։ Հետևաբար այդ քայլը մեր կանխում է այդ նկարտումները։ Իսկ այն հարցը, որ նախաստորագրված պայմանագրում կետ կա, որ հայցերը պետք է ետ քաշվեն երկու կողմի էլ։ Այն պահից հետո, երբ որ ձեր նշած փաստաթուղթը կմտնի ուժի մեջ, այդ փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել, անգամ չի էլ ստորագրվել։ Իմ խորին համոզմամբ Կարծում եք ուրեմն, որ ստորագրելը կարևոր կլինի Հայաստանի համար։ Դա չի ստորագրվի, ուժի մեջ չի մտնի, բացի այդ, իրանք այնքան կսպասեն, մինչև դատարանը իր որոշումը կկայացնի, հետո այդ կանչենք։ Դա կասեն արդեն այն ժամանակ է կայացվել, այդ վստահ եղեք։ Պատահական չի, որ Ալիևը անցյալ տարի հուլիսի 5-ին է հնչեցրել 150 միլիարդի թեման, եւ իրենք այսօր ունեն առնվազն 3 դատական գործ Հայաստանի դեմ։ Մեկը միջազգային դատարանում ՄԱԿ-ի, երկուսը իրավարարության միջազգային։ Պարոն Պապյան, ես մի հարց եմ ուզում տալ, երբ որ դուք եւ Տիկին Արամյանը խոսում եք միջազգային իրավունքից, 2023 թվականին Արցախում բնակվող հայերը բռնի, ճնշման ներքո մեղմ ձևակերպենք, թողեցին իրենց տները, հայրենիքը դուրս եկան։ Ինձ կհիշեցնեք որևէ պետություն, միջազգային կառույց ինչ որ գործում քայլ ձեռնարկեց այդ ուղղությամբ։ Գործում քայլ ասելով ինչ նկատի ունի։ Օրինակ, որպեսզի հայերը դուրս չգային իրենց տներից։ Որպեսզի հայերը դուրս չգային, այդտեղ կային խաղաղապահ ուժեր, որոնց պարտավորություն Կապ չունի, խաղաղապահ ուժերը Ռուսաստանը ուներ, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը կարծես թե նույնպես լուր մնացին ըստ Այո, լուր մնացին, որովհետև իրենց այդ հնարավորությունը չտրվեց։ Դուք մոռանում եք, երբ որ Մենք ենք արգելում, Ալիևն էր արգելում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, երբ որ նույն պատվիրակները եկան Ինչ հզոր է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, որ Միացյալ Նահանգներին արգելեց։ Չհանդիպեց հետները։ Մոռանում եք, որ Արայիկ Հարությունյանը, երբ որ Ֆրանսիա կանչեցին, որպիսի միջազգային խաղաղապահներ պահանջեր եւ Ֆրանսիան այդ հարցը առաջ էր մղում, նա ասեց, չէ, տվեք ռուսներին միջազգային կարգավիճակ, եւ այս ամբողջը ստացանք։ Պիտի հստակ հասկանան, քանի դեռ Հայաստանը հապկի մեջ է, այն էլ ամենավատ կարգավիճակով, որտեղ մենք մեջն ենք, բայց Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս սեփական պարտավորությունները չկատարել, որտեղ ասում ենք սարեցրել են վիճակը։ Կիսահղի վիճակ չի լինում, կամ դուրս ես գալիս, կամ շարունակում ես մնալ։ Մնալը իմաստ չունի, որովհետև հապկը չի կարող եւ պարոնը ճիշտ նշեց, Ռուսաստանի գլուխը այնքան խառն է, Ռուսաստանը ուզել չի կարող Շնորհակալություն, պարոն Պապյան։ Ռուսաստանը չի ուզում։ Տիկին Արամյան, խնդրեմ, դուք իրավունք ունեք արձագանքելու։ Նախ եւ առաջ միանշանակ է, այո, որովհետեւ այն ինչ մենք անվանում ենք այսօր փաստաթուղթ
ունի բազմաթիվ վերապահումների խնդիր եւ դա պետք է ինչ-որ գործընթացի տրամաբանական շղթայում լինեն։ Պայմանագիրը Խոսքը նկատի ունի։ վերաբերում է թե ինչ է ստորագրվել օգոստոսին եւ ինչպիսի հետևանքներ դա պետք է ունենա եւ այդ Ձեր նախաստորագրության ուժի վարչապետի տեխնացուն հայտարարել է, որ նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու է Գետեգակիչխանության։ որովհետեւ խնդիրը նրանում է, որ չի կարող տրամաբանական շղթան լինի այնպես 0-ից, ինչպես եկան եւ բացարձակապես ձախողվեց ամբողջական թե պայքարը, թե ընդհանուր իրավիճակը անվտանգային, բայց դա չի նշանակում, որ միջազգային իրավունքով մեզ տրված բոլոր իրավունքները չպետք է իրացվեն։ Շնորհակալություն Տիկին Արամյան, Տիկին Գևորգյան։ Իմ Երկու հարցի իրավունք ունեք, երկու Ում տարբեր եք ցանկանում ձեր մասնակիցների։ հարցերն ուղղել։ Տարբեր մարդկանց պետք է ուղղեք, երկու հարցի հնարավորություն ունեք։ Կդիմեի ռեֆորմիստներին ո՞նց եք նայում ապագա բանակի վիճակը հզոր բանակ ունենալու համար ո՞նց եք նայում ինչ ուղեցույցներ եք անում էլի։ Հիմա տեսեք, անվտանգության հայեցակարգը, որը մենք առաջարկում ենք պետության կողմից ընդունել, իր մեջ նաև ներառում է ռազմական անվտանգության բաղադրիչը։ Մի փոքր բարձր։ Իր մեջ ներառում է նաև ռազմական անվտանգության բաղադրիչը, որի մի զգալի մասը նաև բանակն է։ Սա ուրեմն ունի երկու կետ՝ ռազմաարդյունաբերական համալիր եւ բուն բանակը։ Բուն բանակը, եթե դուք նկատի ունեք հենց զինված ուժերին Հայաստանի, հիմա տեսեք մենք ոնց ենք պատկերացնում այս մեր բանակի բարեփոխումները եւ զարգացումը։ Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը ժամանակի հետ իր դեմքը փոխում է։ Եթե առաջի համաշխարհային պատերազմում հեծելազորով էին կռվում, երկրորդի ժամանակ տանկեր, ինքնաթիռներ, հիմա արդեն դրոններ, ԱԹՍ-ներ եւ այլն։ Ըստ դրա պետք է վերափոխվի բանակի ստորաբաժանումների օպերատիվ եւ տակտիկական ղեկավարության ձևերը։ Արդեն մենք հասկանանք, թե մենք ինչի դեպ ենք կռվում, ինչ ձևով։ Հիմա ինչու համար եմ սա ասում։ Տեսեք, մենք գնել ենք ինքնաթիռներ, հա, 6 հատ ինքնաթիռ են գնել, շատ լավ է, գնացինք սելֆի արեցինք այդ ինքնաթիռների վրա։ Մենք որպեսզի գնում ենք ինքնաթիռ, պետք է հասկանանք այդ ինքնաթիռը մենք ինչ նպատակների համար պետք է օգտագործենք։ Արդյոք մեր վրա այնպիսի հարձակում է լինում, որի կանխարգելման համար այդ զենքը մեզ անհրաժեշտ է։ Չէ՞ որ բանակը ինքը նաև նույն մաթեմատիկական հաշվարկն է։ Մենք պետք է հասկանանք ռազմական սպառնալիք հանդիսացող երկրի, երբ որ զինվորական ռազմական պարիտետ հավասարակշռությունը խախտվում է, մենք հասկանում ենք, որ այնտեղից սպառնալիք կա եւ ուսումնասիրում ենք ինքը ինչ զենքեր ունի մեր վրա հարձակվելու համար։ Եվ դրան հակազդելու զենքերը պետք է ձեռք բերենք, մասնագետներին պատրաստենք։ Տիկին Գևորգյան, դուք կարող եք արձագանքել, եթե ուզում եք։ Ձեր կողմից ներկայացված վարչապետի տեխնացուն պատերազմի ժամանակահատվածում արդեն նշանակվեց պաշտպանության նախարար։ Այդ դեպքում ինչի՞ չփորձես տանի բանակը Տիկին Գևորգյան, երկրորդ հարց նույն մասնակցի չեք կարող բայց տալ հիշեցնեմ։ Չէ՞ որ ասեցիք։ Երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը մեր դեմին կուզենամ նույնպես զինված ուժերի հետ բարեփոխման հետ կապված։ Դուք ո՞նց եք տեսնում։ Տեսեք, ինչքան էլ պայծառ մտքեր ասենք, շնորհակալություն նախ հարցի համար, որ շանս տվեցիք խոսամ։ Ամենակարևոր փաստաթուղթը անվտանգության հետ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն է։ Այդ փաստաթուղթը 20 թվականի է։ Մեջը գրած է, որ մենք Արցախի երաշխավորն ենք։ Լիքը կարևոր բաներ ա գրած են, ինչը բոլորիս սրտով է, որը ընդհանրապես չի կատարվում։ Ծաղրում են, նույնիսկ այնտեղ դեռ Արցախ բառը կա, դրան են հիմնվում։ Ամեն տարի հաշվետվություն են տալի, թե քանի տոկոսով են կատարել իրանց բաժինը։ Ու այդ փաստաթուղթը մի կողմ է գցած։ Կան էպիզոդներ, ես այսօր այդ վիդեոն էի նայում, երբ վերլուծել եմ այդ փաստաթուղթը։ Կան էպիզոդներ հիմա արդեն, որ մարդիկ ասում են Արցախ, օրինակ հեռուստատեսությամբ, հետո ներողություն են խնդրում, ասում են Լեռնային Ղարաբաղ։ Գիտեք ինչի։ Որովհետև այդ ռազմավարությունը, ինչը եթե նորմալ պետություն ունենայինք, պետությունը դրա վրա պետք է հիմնված լիներ, ոչ թե անձերի։ Պետք է հիմնվենք դրա վրա, բայց մենք հիմնվում ենք սուպեր վարչապետի որոշման վրա, որ չի կարելի ասել Արցախ, ու կատարվում է այն, ինչ որ կատարվում է։ Հիմա ես ինչ պատկերացում եմ ունենամ,
Եթե մենք գանք օրինակ իշխանության ոչ որպես բոլորին դեմ եմ, դառնալու է իմ բարի կամքից կախված, ոչ թե փաստաթղթերից։ Եթե չգամ է, ձեզնից մեկը գա կամ մեկ ուրիշը գա, դուք էլ այնտեղ ընդդիմություն լինեք, իր բարի կամքից կախված։ Եթե այս ամենը չփոխվի, այս ծաղրը, որ կա անվտանգության փաստաթուղթ, որը ընդհանրապես չի կապ չունի մեր իրականության հետ, բայց դա է առաջին թուղթը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի SMS-ը կամ ինչ-որ մեկի բարի կամքը։ Այդտեղից է ամեն ինչը սկսում։ Եթե դա չփոխենք, կարանք սահմանենք, որ ուզում ենք թակավոր, որը Արտաշեսի պես կլինի, առաջ կտանի։ Ես դա չեմ ուզում, դրա համար եմ բոլորին դեմեմից, թե չէ լիքը հավես մտքեր ունեմ, որը տարիներով անում եմ, ինչ վերադարձել եմ պատերազմից։ Շնորհակալ եմ։ Դուք ցանկանում եք արձագանքել առաջի, երկրորդ, այսպես բանախոսների ասացին Տիկին Գևորգյան։ Ոչ։ Շատ լավ։ Խնդրեմ, հարց տալու հերթը ձերն է, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցերը։ Էլի ոնց որ բանավեճը չի ստացվում, բայց ամեն դեպքում պարոն Գեորգիսյանին կուզենամ ոչ թե տենց հարց, այլ ուղղակի քանի որ դուք բացեցիք խոսակցությունը դաշնակցի հետ կապված, եկեք սենց մի հատ Պարոն Պապյանն էր նշում Միացյալ Նահանգների Չէ, դաշնակցի Ռուսաստանի դաշնակիցների հետ կապված դուք եւ պարոն Գեորգիսյանն խոսացիք, դրա համար ուզում եմ մի հարց տամ, այսպես ասած պարոն Գեորգիսյանին։ Նայեք, բոլորս էլ հասկանում ենք, որ այո, փաստաթղթային առումով դե յուրե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, այս բայի դրությամբ։ Բայց փաստացի հողի վրա դե ֆակտո մենք դաշնակցային հարաբերություններ որպես այդպիսին այս պահին չենք տեսնում։ Հետևաբար ճիշտ չեք համարում, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում պետք է այդ արձանագրումը լինի, որ այո, Ռուսաստանը թղթային առումով մեր դաշնակիցն է, բայց հողի վրա դաշնակցային հարաբերությունները եթե չասենք չկան, ապա խորագույն ճգնաժամի մեջ են։ Ձևակերպենք, որ Ռուսաստանը մեզ էլ դաշնակից չէ եւ առաջ շարժվենք։ Ճիշտ եմ հասկանում։ Պարոն Գեորգիսյանին ես այլ հարց Ես հարցը հասկացա, ես կպատասխանեմ։ Արժի Հայաստանի քաղաքական դաշտում գալ այն կոնսենսուսի, այն խոսույթի տարածմանը, որ այո, Ռուսաստանը փաստաթղթային առումով մեզ դաշնակից է, բայց հողի վրա դաշնակցային հարաբերությունները այլևս ըստ էության չեն գործում։ Ժամանակը ֆիքսեք, սկսեմ պատասխանել։ Շնորհակալություն։ Այո, կա ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում, բայց դա պետք է լուծել եւ Հայաստանը կրկին չպիտի դառնա գործիք գլոբալ մեծ տերությունների աշխարհակաղակական բախումների համար, որովհետեւ դա մեզ կործանման տանող ճանապարհ է։ Եվ արձանագրելով, որ կա ճգնաժամ, պետք է աշխատել դա լուծել, որովհետեւ եթե մենք հրաժարվում ենք մեր եղած միակ դաշնակցային հարաբերություններից անվտանգային միակ համակարգից, մենք մնում ենք միայնակ թուրք-ադրբեջանական դաշինքի առաջ։ Պարոն Գեորգիսյան, իսկ այդ լուծման ճանապարհին ինչ քայլեր են պետք անել։ Ադեկվատ եւ բանակցել իմացող կառավարություն է ուղղակի պետք, որովհետեւ մեր կառավարություն գալուց առաջի օրվանից ինչ արեց։ Հապկի քարտուղարին ձերբակալեց, նա կարող էր գոնե հետ կանչել եւ նոր ձերբակալում իրականացնել եւ այլն փոխել։ Իսկ մենք անհարգալից վերաբերմունք դրսևորեցինք հապկի հանդեպ։ Հիմա մնալով հապկի մեջ ասում ենք սառեցել ենք հարաբերությունները։ Ռուսաստանի հետ գնում ենք այնտեղ ասում ենք Պուտինը մեր ընկերն է, ամեն ինչ լավ է, հետո բերում ենք այստեղ Ուկրաինայի նախագահին, որպեսզի հակառուսական Ղազախստան խաղապահներ ուղարկելը, Սիրիա զորք ուղարկելը, Հայաստանը այդ պարագայում հապկի շրջանակներում, այո, դուք ճիշտ եք, արել է իր պարտականությունները ինչ-որ չափով, բայց մենք շարունակել ենք Նիկոլ Փաշինյանը չլինելով մարդում հետ հնարավոր է որևէ բան պայմանավորվել եւ մենք հիմա ունենք ամբողջ աշխարհում համբավ պայմանավորվել չկարողացող եւ պայմանները չպահպանող պետության, որովհետեւ մենք անդադ փորձում ենք խաղեր տալ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ինքը իրան գժի տեղ է դնում եւ փորձում է այդպես իրավիճակը ինչ-որ ձև պահպանել բոլորի հետ հարաբերություններ զարգացնելով։ Ելք դաշինքի շրջանակներում ինչպես հաջողվեց պայմանավորվել։ Ելք դաշինքի շրջանակներում մենք կարողանում էինք զսպել նրա խելագար կողմը եւ մենք կարողացանք հասնել իշխանափոխության եւ լավ էր որ եղավ հեղափոխություն, որովհետեւ այն լճացած հանրապետական համակարգը որ կար, դա երկիրը նույնպես տանելու էր կործանման եւ դա համակարգը այնքան քարացած եւ լճացած էր, կներեք որ նույնիսկ հանրապետական կուսակցությունը իր մեջից երկրորդ մարդ չկարողացավ առաջադրել եւ ընտրել վարչապետ ու տեղի ունեցավ հեղափոխություն։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ պարոն Մանուկյանը նաև կառավարության ըստ էության իշխանությունների մասն էր, երբ որ գործադիր իշխանություն պատասխանեմ, կառավարության մաս չի եղել պարոն Մանուկյանը, եղել հատուկ հանձնարարություններով դեսպան, եւ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը մասնակցում էր հետեւյալ օրակարգով Արցախը պահել հայկական, պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չտալ Միջանցք ոչինչի դիմաց եւ բանակցություններով ստանալ առավելագույնը Ադրբեջանից։ Այս օրակարգը պաշտպանելու համար է գնացել պարոն Մանուկյանը
ստանձնել պարտավորությունները, երբ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է այս կետերից, պարոն Մարուքյանի դիմումի համաձայն դուրս է եկել։ Որովհետև եթե պատերազմ է, դու չես նայում ով է վարչապետը, ով է նախագահը, դու գնում ես զենքը վերցնում ես եւ գնում ես պայքարելու։ Այդ փուլում մենք ունենք պատերազմ դիվանագիտական դաշտում եւ պարոն Մարուքյանը իր գիտելիքները, փորձը, միջազգային կապերը ամենը ծառայեցրել է պայքարելու Ադրբեջանի դեմ։ Երկրորդ հարցը պարոն Պապյանին եմ ուզում տամ, ես բնականաբար գիտենք, որ դուք շատ փորձառու դիվանագետ եք եւ շատ լավ հասկանում եք միջազգային կառույցների հետ աշխատանքը, հիմա մի հարց հապկի հետ կապված։ Դուք համոզված եմ գիտեք, որ այսպես ասած սառեցում տերմին գոյություն չունի, այսինքն իշխանությունները ստում են, ըստ փաստացի մենք հիմա հապկի մեջ ենք։ Բայց դուք նաև շատ լավ պետք է գիտակցեք, որ միջազգային հարաբերություններում առավել եւս ալտերնատիվայի բացակայության պարագայում շատ կտրուկ հայտարարություններ անել ու կտրուկ քայլերը վտանգավոր են։ Հետևաբար մի հարց, ձեր կարծիքով ճիշտ չէ հապկի հետ խրթին հարցերը քննարկել, այլ ոչ թե միանգամից առանց հստակ կոնկրետ ալտերնատիվաների դուրը փակել եւ թողել ըստ էության Հայաստանը առանց որևիցե մի անվտանգային միջավայրի, գոնե թեկուզ թղթի վրայի անվտանգային միջավայրի։ Մենք երբևէ չենք ասել առանց որևէ անվտանգային միջավայրի, մենք արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամների հետ, Պենտագոնի հետ, Հայաստանի նշած կարգավիճակը, այսինքն ՆԱՏՕ-ի ոչ անդամ լինելու կարգավիճակը, դա 22 երկիր անդամ են եւ մենք շատ մեծ հնարավորություն ենք տանելու։ Եվ եթե մենք գանք իշխանության, խոստանում եմ ձեզ 6 ամսվա ընթացքում այդ հարցը կլուծվի։ Դա չի նշանակում Միացյալ Նահանգների ռազմական ներկայություն, դա նշանակում է Միացյալ Նահանգները զենքի եւ փորձական մատակարարում։ Պարոն Պապյան, կոնգրեսային անդամների հետ քննարկել եք 6 ամիս հետո իրենք դեռ այնտեղ են լինելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահն է հնարավորինս հարավային Կովկասում ունենալ հզոր ազդեցություն եւ առանց Հայաստանի վրա իր ազդեցությունը արտացելու ինքը չի կարող դա ունենալ, հետաբար իր շահերից է դա մխում։ Մյուս կողմից հապկը արդեն ինքը մեռելացին կառույց է։ Մի գործողություն է կատարել ձեր նշած Ղազախստանում, որտեղ ըստ էության արտաքին վտանգ չկար, որը խախտում էր հապկի կանոնադրության եւ հիշեցնեմ ձեզ Նիկոլ Փաշինյանի հենց առաջնորդությամբ խախտվեց հապկի կանոնադրությունը եւ պատրանքը ավելի վատ է, անվտանգության պատրանքը ավելի վատ է, քան անվտանգության բացակայությունը։ Ըստ էության Արցախում մեր պարտության պատճառներից մեկը այն էր, որ ղեկավարությունը պատրանք էր կապում Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանը կարող է, ինչպես իրենք էին ասում, 3 օրից ավել պատերազմը չի կթողի երկարի։ Ռուսաստանի շահերը միանշանակորեն այսօր շատ ավելի համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահით Հայաստանի հետ։ Հետևաբար Պարոն Գեորգիսյան, ինչ էլ ուզում է Հայաստանը անի Ռուսաստանի հետ, ինչքան էլ լավ շարահուսությամբ նախադասություններ կազմի, Ռուսաստանը միշտ նախընտրելու է Ադրբեջանը։ Ադրբեջանը այն երկիրն է, որի տարածքով ինքը գազ է արտանում, նավթ է արտանում, Թուրքիայի չեզոքությունը պատերազմում Ուկրաինայի դեմ կարևոր է, իսկ այս պատերազմը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Ինչ կապ ունի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը հարձակման դեպքում Թուրքիայի վրա մյուս անդամները պարտավոր են աջակցել։ Որևէ մեկը Թուրքիայի վրա հարձակվելու մասին չի խոսում։ Ես կարծեմ խոսում եմ միջազգային իրավունքով մեր իրավունքների ամրագրման մասին եւ սահմանների հստակեցման մասին։ Խոսքը շահերի համադրման մասին։ Այո, ես դրաման ես ասում եմ, որ Միացյալ Նահանգների շահերը բռնում Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Եթե պետք է երկար խոսակցության ժամանակ ես մանրամասն այդ ամբողջը կբացատրեմ ինչպես է դա տեղի ունենում։ Պարոն Պապյան, Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց Միացյալ Նահանգների համար կարևոր չեն, որ հատկապես Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ ֆորմալ դաշինքի մեջ է, ռազմաբազաներ ունի Թուրքիայում։ Կարևոր են, բայց խնդիրը հետևյալն է, որ այսօր միջին արևելքում տեղի է ունենում էական փոփոխություններ, սրվում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունները եւ այս երկվության մեջ Միացյալ Նահանգների ընտրությունը միանշանական Իսրայելի կողմն է։ Եվ այն, որ Միացյալ Նահանգները 3 ռազմաբազա են բացել, նոր ռազմաբազա Դարլատաշոր Հունաստանում, այդ Կրետեի ռազմաբազա, այն, որ Միացյալ Նահանգները օգնում են քրդերին, այն, որ Իսրայել, Կիպրոս, Հունաստան առանցնա ձևավորեց, բոլորը ձևավորվում է Թուրքիայի դեմ։ Եվ Թուրքիան է հայտարարում, որ ինքը կմտնի Երուսաղեմ, ինչպես մտավ Ղարաբաղ։
Եվ եթե մենք այդ հայտարարությունը լուրջ չենք ընդունում, որոշ երկրներ Միացյալ Նահանգներն ու եւ Իսրայելը լուրջ են ընդունելու։ Եվ Իսրայելը հասնելու է դրան, որ ինքը Իրանի աջակցության որպես հետևակ եւ սեփական հրթիռա օթային ուժերով եւ ԱՄՆ-ի ու Հունաստանի աջակցությամբ հաջորդ պատերազմն Շնորհակալություն, պարոն Պապյան։ Պարոն Պետրոսյան, ձեր հերթն է 2 հարց տալու։ Քանի որ երիտասարդներին այստեղ ոնց հասկացա ձայն չի գալու, ես պարոն Գեորգիսյանին եւ պարոն Գևորքյանին հարց չեմ տալի։ Ընդհանրապես ասեմ, ներկայացրեք ձեր ծրագիրը, բարեփոխումները բանակետ, հուսով եմ փոխադարձ ինձ կտակ այդ 2 րոպեն, որ ես էլ խոսամ, որտեղ Պարոն Պետրոսյան, ես ասեմ, որ երրորդ փուլում դուք ունենալու եք 2 րոպե ժամանակ, կարող եք ձեր մտքերը ամփոփել, ներկայացնել։ Համար շատ քիչ է 2 րոպեն, որտեղ ես նոր եմ զորացել, կարելի ասել, նոր եմ վերադարձել վարժական հավաքներից, հավատացեք ամենաշատ բանը այս պահին ես եմ տեսել բանակում ինչա կատարվում։ Դրա համար խնդրանքս ձեզ եմ տալի 2 րոպեները, դուք ոնց ուզում եք խոսացեք, ինձ էլ տվեք այդ 2 րոպեն ես խոսամ։ Հարց չկա, ֆիքսելու համար ասեմ, որ ձեր ազգանունը նշել էի, որ ոչ թե չասեմ հակի ներկայացուցիչը, այլ ձեզ հարց տամ, երկրորդ հարցը sense tense ձեզ ուղղված լինելու։ Իմ մասով ասեմ, տեսեք, նորից պետքա վերադառնանք հիմքին։ Երկիր ինչ որ կանոններով է կառուցվում, ոչ թե ջոկատի մեթոդներով, տենց ես աշխատել եմ 168 մարդու պատասխանատու եմ եղել, բոլորը ողջ են, գործը արել են, ավելի մեծ լինի, ավելին կանեմ, այդ կարևոր չի, բայց ընդհանրապես։ Դրա մաքսիմումը, որ ես գամ ձեզ պատմեմ, որ այն տեղում, որտեղ ես կայի, ես իմ թաղավարտը մնաց կամ բան, բայց Արցախը բրծնի։ Երբ որ կա երկիր, որտեղ ով դառավ իշխանություն, ինչ ուզի անելու է մեր հետ, ընդդիմությունն է ինչ որ ձայներ է հանելու ու վերջ։ Դա իդեպ մեծ մասից է սպասվում, եթե գնանք ընդդիմություն աշխատելու, այստեղ չեմ տեսնում 10%-ից ավել շանս ունեցող ուժ, էլի եկեք ազնիվ լինենք իրար հետ։ Այդ երկրում ոչ մի բան չի կարող կառուցվի։ Այդ օրվա իշխանությունը մի կենտրոնացրեք ԿՊ-ի վրա, դեղերը չխմելու պատճառով, կնոջ հետ իր փոխհարաբերությունների պատճառով, տարբեր առողջական պատճառներով կարա բան որոշի, որը ես ու դու պատասխան ենք տալու։ Երիտասարդներով ու տվել ենք։ Ու կան մարդիկ, որոնք կարային այստեղ լինեին, բայց այստեղ չեն, որովհետև ինչ որ մեկը ինչ որ մի բան է անկապար է։ Կա ռազմավարություն, որը ընդունվել է, որը շատ լավն է։ Կարակ բացեք կարդեք, մինչև այսօր դրանով են գործում, մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության երաշխավորն է։ 20 թվականի հուլիսին ընդունված նկատողորեն այդ սահմանած ամենակարևոր փաստաթուղթի վրա թքած ունենք։ Ընդդիմությունն է ոչ մի բան դրա մասով չի կարող անի։ Այնտեղ ինչ որ ձեներ է հանում։ Ավելին մենք էլ լինենք ընդ ձեներ ենք անելու, որտեվ սիստեմը փտած է։ Ոչ մի բան Պարոն Գևորքյան, որ խնդրեմ կպարզաբանեք, երբ շեմը իջեցվի եւ ավելի շատ կուսակցություններ լինեն ազգային ժողովում, կարողանալու են ինչ-որ բանանել այդ փաստաթղթի հետ։ Շեմի իջեցումը դա ճեղքման փորձն է, դա փրկության ամբողջ ելքը չի։ Պետք է հիմքը մի հատ կարողանանք այնպես փոխել, որ հետո շարունակությունը կառուցենք։ Եթե մի հատ ուժ այս ընտրություններին 52 ու ավել տոկոս հավաքեց, առաջի թե երկրորդ փուլով ընդհանրապես կապ չունի։ Մենք նույն կարակի մեջ ենք գտնելու մանավանդ երիտասարդներով, ինչ մինչև հիմա։ Շնորհակալություն, պարոն Գևորքյան, պարոն Գորգիսյան, հերթը ձերն է։ Շնորհակալություն։ Պիտի շարունակեմ միտքը, այո, սուպերվարչապետական համակարգը եւ մի անձի բացարձակ իշխանությունը չարիք է մեր երկրի համար եւ մենք դա տեսել ենք մինչեւ հեղափոխություն եւ տեսնում ենք հեղափոխությունից հետո։ Լուսավոր Հայաստանը ինչ է առաջարկում, որ բազմաուժ ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի, հեռացնելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից եւ նաեւ բացառելով հին բարքերի վերադարձը Հայաստան եւ մենք ունենք բազմաթիվ ռեֆորմների ծրագրեր, որոնք հեղափոխությունից հետո փորձում էինք ներկայացնել, այդ թվում սուպերվարչապետական տերմինը մենք այն ժամանակ ներդրեցինք եւ այդ Սերժ Սարգսյանի կոստյումը, որը հագել էր Նիկոլ Փաշինյանը եւ այդպես շարունակում է վայելել, այդ ամեն ինչը պետք է փոխել, որովհետեւ եթե քո քաղաքական ղեկավարը, երկրի ղեկավարը միանձնյա է որոշումներ կայացնում, նրան արտաքին բոլոր խաղացողները հեշտությամբ Պարոն Գորգիսյան, թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել։ Դուք ասում եք բացառենք նախկին բարքերը, կոալիցիոն կառավարություն կազմել, մենք նայում ենք վստահելի սոցիոլոգիական հարցումներ, օրինակ հանրապետական միջազգային հանրապետական ինստիտուտի եւ տեսնում ենք, որ եթե դուք բացառում եք իշխող ուժին, նաեւ բացառում եք նախկին բարքերը, այսինքն ենթադրում եմ նաեւ նախկին իշխանության եղածներին, մենք տեսնում ենք, որ այդ բոլոր ուժերը միասին ունեն գրեթե 2/3 ձայները։ Հետևաբար դուք ինչպես եք պատկերացնում իշխանություն կազմել, եթե մյուս բոլոր ուժերը չունեն անգամ հասկացա ժամանակը խնայելու համար արագ պատասխանեմ։ Մենք բացառում ենք Ռոբերտ Քոչարյանի
վարչապետ դառնալը, բացառում ենք Գագիկ Ծառուկյանի վարչապետ դառնալը, բացառում ենք նաև Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը։ Բայց այդ բոլոր ուժեր առաջին հերթին բացառում ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Ում հետ եք պատրաստում իշխանություն կազմել։ Պատրաստվում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ գտնել կոնսենսուսային, նշանակել կոնսենսուսային վարչապետ, տեխնոկրատ, կներեք։ Վարկանիշը 1/3-ից չի անցնում, կներեք ըստ այդ սոցիոլոգիական հարցը։ Դեռ կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանին հաղթելու։ Եվ եթե ընդդիմադիր ուժերը կարողանում են համախմբվել կոնսենսուսային վարչապետի շուրջ, ով հաշվետու է բոլոր 4-5 ուժերին, ովքեր որպես ընդդիմություն այսօր ընդդիմություն են հանդես գալի, բայց հուսով եմ կդառնան իշխանություն ազգային ժողովում, վարչապետը ունենում է անվտանգության լրացուցիչ բարձիկ լրացուցիչ շերտ բանակցություններում եւ միանձնյա չի կարող որևէ բան զիջել, չի կարող միանձնյա որևէ բան հանձնել եւ մենք ստանում ենք հավասարակշռված փոխզսպված կառավարություն։ Պարոն Պետրոսյան, դուք ցանկանում եք արձագանքել։ Հա, ես էլ այս վերջերս սոցիալական հարցում արեցի, պարզվեց մենք 1.800.000 ձայնով հաղթել ենք։ Այդ էս միֆ է սոցիալական հարցումը։ Սոցիոլոգիական հարցումն է։ Այդ էս միֆ է, հեքիաթ է, ու պարոն Գևորգյանի հետ համաձայն եմ, Շեմը պետք է իջեցվի, մեր վարչապետի տեխնացու պարոն Զուրաբյանն էլ հարցազրույցներից մեկում ասեց, որ պետք է Շեմը իջեցվի, որովհետև այն ինչը կատարվում է հիմա ազգային ժողովում, նման է այտենց մի հատ սնդուկյանում ներկայացման։ Շնորհակալություն այդքանը։ Պարոն Գևորգյան, խնդրեմ դուք հարցեր Արդեն պարտավորություն ունեք թե ում եք ուղղելու։ Իրար հարգելը ես ուզում եմ ապրեմ այն երկրում, որում ծնվել եմ, որտեղ օրինակ հայոյանքը այն թույլատրելի է, մարդիկ իրար հարգում էին, բանավեճը լինում էր ձերի պես, ոչ թե Երևանինի պես, որի դառը տպավորությունների տակ բոլորն ենք։ Պարոն Պետրոսյան, հարցս ձեր մասով է սա, որ ձեր անելիքը եթե նոր ռազմական ագրեսիա լինի ու ինչքանով է դա ձեր որոշումից կախված ու ինչքանով պետական, բայց եթե չեք ուզի լրիվ ազատեք ձեր ուզեցած միտքը պատասխանեք։ Մեկ էլ կարևոր հարց է, ես հարցը համ բոլորին է մտածելու համար, համ ամենակարևորը ժողովրդին, մյուս հարցն էլ է տենց լինելու։ Նայեք, ներողություն եմ խնդրում, երկրորդելով ձեր կարծիքը, որ կարևոր է բոլոր ոլորտներում օրենքներն ու կանոնները պահելը, այնուամենայնիվ կխնդրեի, որ մեր կանոններն էլ պահվեն եւ փոխադարձ հոգեբանական ճնշումներ չգործադրենք ստիպելու հարցեր տալ կոնկրետ մարդկանց։ Համեցեք, պարոն Պետրոսյան։ Նայեք, Պարոն Պետրոսյան, ներողություն։ Պարոն Գևորգյան, որ շեղվելու եմ, որտեվ պլանավորել էի ուրիշ բան ասեի։ Այս մեծ անդադ ռուսամետ, արևմտամետ, չգիտեմ, ամերիկյան մետ, մեր կոկորտին կայնել է այդ։ Ուր էր Ամերիկան 1920 թվականին, երբ որ Թուրքիան մտավ Հայաստան, խնդրում եմ, էլի ասեք ինձ։ Գնացել են Սևրի պայմանագիր էին պահանջում, ուր էր։ Թողալ պաշտպաներ սովետական միություն չդառնայինք, ուր էր։ Այդ մետերը մեզ անընդհատ մցրել են ճայճի մեջ, մեր երիտասարդներին մցրել են։ Պատմական ճշտում Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չի եղել Թուրքիայի հետ, հետեւաբար Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր չէր կարող ստորագրել, Սևրին չի Ուր էր Եվրոպան։ Լավ, ուր էր Եվրոպան։ Հիմա եթե ուզում եք պատմական քննարկում, Եթե Եվրամիությունը նկատի ունեք, դեռ չէր ձևավորվել։ Եվրոպայի պետությունների Անտանտի մասին է խոսք, ուր էր Անտանտը։ Թողային փրկեին Այդ Հայաստանը։ ամերիկան որփանոցները գնացեք Խնդրում եմ էլի, լավ էլի, եւ 130,000 թողեք ավարտեմ իմ ժամանակն է, հետո ես ձեզ Բայց պարոն Պետրոսյանի հարցը դուք խոսում եք Վիլսոնյան քարտեզի մասին, լեգիտիմ հարց է։ Ես Պարոն ավարտեմ Պետրոսյանի մեր ժամանակը կուսակցությունը, તો հենց կուսակցությունը չէ, որպես անհատ ես տեսնում եմ մի բան, պետք է բոլոր աշխարհի գերհզոր տերությունների հետ պահել համադաշնակ, ներդաշնակ կապեր։ Շվեյցարիայի մոդուլի նման։ Ինչ ուզում եք արեք իրար հետ, մենք ձեր հետ գործ չունենք, մենք չենք խառնվում ձեր պատերազմներին։ Ուզում եք ներդրում արեք, մենք տրիպը տվել եք, պատկերացնենք տված է։ Մենք էլ առաջարկում ենք BRICS։ Այսինքն արևմուտքին, արևելքին տվել է ճանապարհ Հայաստանի մեջ, մենք էլ տալիս ենք հյուսիս-հարավ, Հնդկաստան, Չինաստան, Իրան, Ռուսաստան։ Արեք ներդաշնականացրեք ձեր տնտեսությունը մեր տարածքով, եկեք անցեք գնացեք, մեր տարածքին մի սպառնացեք, փողերը դրեք մեր երկրում, ոնց որ Շվեյցարիան արել։ Տարիների ընթացքում Շվեյցարիան հասավ նրան, որ ինքը չեզոք է աշխարհում, բոլոր կոնֆլիկտներում։ Մենք էլ կարանք հասնենք դրան։ Պարոն Պետրոսյան, հյուսիս-հարավ տալիս եք ինչ-որ երկրների, ըստ ձեր մեկնաբանման, թե նկատի ունեք։ Գիծ ենք առաջարկել, այդ երկաթը գիծին կարող է նաև Ադրբեջանը փայատել լինի։ Բոլորն էլ կարող են, մենք տալիս ենք համ հյուսիս-հարավ, համ տալիս ենք արևել-արևմուտք։ Պարոն Գևորգյան, արձագանքի հնարավորություն ունեք։ Ձայնը տվեցի պարոն Պետրոսյանին, ինքը կեսը տվեց Արա Պապյանին։ Տեսնում եք։ Երիտասարդ ենք, չունի կարող։ Տեսեք, այն հարցին անդրադառնամ, ինչը բարձրաձայնել է, էլի, քանի դեռ էս փտած համակարգն է, ոչ թե պետությունն է ասելու մեր անելիքը, ու մենք հստակ իմանալու ենք ոնց որ ձեր ասած Շվեյցարիայում վաղը եթե պատերազմը սկսավ ինչ ենք անելու,
այլ ընկերներով այդ կասկաներն ենք ճարելու բրոնիկները, իդեպ ես նվեր եմ բերել, որ ընկերս անցած անգամ ասում էր տուրնիկետ, դա տուրնիկը չի էլի, դա բանա, որից հարյուրավոր զոհեր են ելել չունենալու պատճառով, դա նվեր եմ տալու, այս կապելու ձևն եք սովորեցնեք հուսով եմ։ Ուրեմն ձեզ չեմ տա, մարդու կտամ, որ չունի։ Երկրորդ հարցում եք ուզում ել։ Երկար մտածելուց հասկացա, որ մենակ պարոն Գյորգիսյանին կարող եմ տամ, որովհետև միայն ինքն է խորհրդարանում եղել ու իրենց ուժը, իրենց չէ, եթե սխալվում եմ, կարամ հարցից փոխեմ։ Իրենց ուժի ժամանակ ընդունվել այդ անվտանգության, ազգային անվտանգության ռազմավարության դոկտրինը 20 թվականին։ Դուք մինչև 21 ներսում եք եղել, եթե չեմ սխալվում, պլյուս մի երկար ժամանակ է ձեր համար մեկը դեսպան աշխատել։ Երբ որ տոտալ խախտվել է այդ դոկտրինը, ինչ եք կարողացել անել, ինչ եք կարողանալու հետո անել, ու այս հարցը էլի ձեզ էլ է, մտածեք, դուք ինչ եք կարողանալու անել, եթե նոր սուպեր վարչապետը ոնց ուզի վարվի այդ դոկտրինի հետ։ Դոկտրինը երբ ներկայացվել է, դա նշեմ, որ կառավարության մենաշնորհներ ազգային ժողովը այդտեղ դեր չուներ, բայց մենք առաջարկել ենք նախնական տարբերակը քննարկելուց հետո բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, որոնք մերժվել են։ Եվ քանի որ մենք ունենք սուպերվարչապետական համակարգ, որը մենք ազգային ժողովում առաջարկում ենք փոխել, բազմաթիվ ծրագրեր ենք ունեցել այդ թվում, ընդդիմադիր ֆրակցիաների լիազորությունները բարձրացնել, ազգային ժողովի կանոնակարգ օրենքը փոփոխել, հավասարակշռությունների մեխանիզմները բարձրացնել։ Բայց այդ ամեն ինչը ցավոք սրտի գործող սահմանադրությունը թույլ չտվեց եւ գործող իշխանությունն էլ զգալով այսպես մենաշնորհային կառավարության հրաշքները որևէ կերպ համագործակցության չէր պատրաստվում գնալ։ Այս սահմանադրությամբ այո դժվար է լինել ընդդիմություն, դժվար է ինչ-որ բաներ անել, բայց մենք օգտագործել ենք օրենքով սահմանված ամեն կետ։ Եթե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատմությունն նայեք, Լուսավոր Հայաստանը ամենաշատ նախագծեր ներկայացրած խմբակցությունն է, Լուսավոր Հայաստանը ամենաշատ ազգային ժողովի տված լծակներ օգտագործած խմբակցությունն է, եւ լսումներ են կազմակերպել, եւ վերահսկիչ քննիչ հանձնաժողովներ են ստեղծել, առաջարկում ենք նաև պարիտետային հանձնաժողով ստեղծել 44-օրյա պատերազմի հետ կապված, որը մերժվեց եւ ցավոք սրտի այդպես էլ ամեն ինչ մնաց չբացահայտված 16 թվականի քառօրյա պատերազմի մասին ես հատուկ կարծիք եմ թողել, որը հույս ունեմ երբևէ կկարողանաք ծանոթանալ ազգային ժողովում հայտնվելով։ Մի խոսքով հնարավորությունները քիչ են եղել, բայց մենք ամեն ինչ արել ենք մեր հնարավորությունների եւ ազգային ժողովի կանոնակարգ ուսումնասիրությամբ մեզ ընձեռված հնարավորություններով։ Մենք ունենք նաեւ ժամանակին պատրաստված մեր ազգային անվտանգության հայեցակարգը, որը կազմել ենք հիմնվելով եւ Շվեյցարիայի, եւ Իսրայելի եւ մի շարք այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ թվում փորձի վրա հուսով եմ կկարողանանք մի օր դա կյանքի կոչել։ Շատ շնորհակալություն ազնիվ պատասխանի կարող եք արձագանքել, պարոն Գևորգյան։ Դարձավ, որ ինչքան էլ ջանք դրել ենք, ոչինչ չի ստացվել։ Դա է սպառնում նաև շատ փոփոխություններ ստացվել են։ Ոչ մի բան չի ստացվել այդ մասով 100%-ով չի կատարվել անվտանգության այդ գրածը ու ոչինչ ոչ մեկ չի կարացել անի, ստիպված գնացել եք մի քիչ դեսպան աշխատելու, դա չեք կարացել անել։ Պարոն Գևորգյան, իսկ նկատեցիք, որ պարոն Գորգիսյանը հղում էր անում սահմանադրությունը եւ ասում էր, այս սահմանադրությամբ հնարավոր չէ։ Եվ ընտրական օրենսգրքին հղում չէր անում։ Բայց իմ ժամանակից մի քիչ որ հետ տակ բան կանեմ։ Այս կանոններով շարունակելու դեպքում էսենց տեքստերը ասվելու նորից ես էլ կարամ իմը ասեմ ինչ էլ ես ոտանավոր եմ գրել ապրած ցավերից բայց որը չի օգնել փոփոխություններին այդ վիճակում եք լինելու թե դուք թե ես շատ կներեք մեր ազգային ժողովում եղած ժամանակ միջազգային կապերով մենք թույլ չենք տվել որպեսզի Բաքվում հայ ռազմագերիները քայլեն ստորացված դա մենք կարողացել ենք անել հալալա դե մի ասեք որ ոչինչ չենք արել մենք բավականին շատ բան կարողացել ենք անել այն ինչ հնարավոր է կապը որ այդ գծից չանցնի այդ ինչ կապ ունի ստե Արցախը չկա շնորհակալություն բայց ես չարձագանքեցի է տենց է ինձ հաշեղեցիք չարձագանքեցի քանի դեռ մենք այս համակարգին բոլորով ժողովրդով այդ թվում ուժերով ու ձեզ ընտրողներով դեմ չենք գնալու ու ճեղքման չենք գնալու ձեզնից մեկը հայտնվելու է այս ուժի դերում որպես ընդդիմություն մոտավոր նույն պատասխանն է տալու, ինչը ցավալի է, շատ ցավալի է, բայց ցավալին հեչ, արունով, հողով, ճակատագրերով ենք պատասխանելու, էլի դրա համար պետք է ընտրել բոլորին դեմ քվեաթերթիկ 2։ Շատ լավ, պարոն Գևորգյան, պարոն Պապյան, ինչ հարցեր ունեք։ Եվ ում։
բոլորին դեմին ես հարց ունեմ, ձեր հիմնական 3 դրույթները ստեցան վերաբերում են ընտրական օրենսգրքի մեջ փոփոխությունների։ Ենթադրենք դրան կարողացաք իրականացնել, որը շատ հարցականի տակ է, գիտեք, որտեղ դուք ենթադրում եք, չգիտեք ինչի, պիտի առաջի 2 ուժերը ձեզ ընտրեն։ Ենթադրենք այդպես։ Ենթադրենք այդ 3 փոփոխությունները տեղի ունեցան։ Իջավ շեմը եւ այլն։ Հիմա այդ սուպեր վարչապետությանը դա ինչպես է կանխելու ընտրական միայն օրենսգրքի մեջ փոփոխությունները, երբ որ ըստ էության համակարգը պիտի փոխվի, այսինքն պիտի գործադիր օրենսդիրը չբխեն իրարից, այլ հակակշռեն։ Ասեմ ձեզ, ինչպես է կանխելու։ Դա այն մինիմալ քայլերն է, որը կարա շանս տա բեկում մտցնելու։ Դա փրկության ծրագիրը չի, ինչպես բոլորը ունեք, որ այ հեսա մենք կընտրվենք ու պլտ։ Տենց բան բոլորը չեն ասում, պարոն փոփոխությունն է։ Լավ, բացի ձեզնից։ Հիմքի փոփոխությունն է։ Հիմքի փոփոխությունից հետո 3 փոքր փոփոխություն հիմքի փոփոխությունն է, բայց դուք հարց եք տվել, բդի ես ասեմ։ Հիմքը փոփոխելուց հետո որ լինի ընտրություն, օրինակ այսօր նույն ԿՊ-ի վարչական ռեսուրսը բացառելուց հետո որ լինի ընտրություն, մի ուժ չի դառնալու 52 հավաքող։ Ստիպված են լինելու։ Դե կտենանք։ Ստիպված են լինելու ներսում իրար այդ լեզու գտնեն ու ստեղծեն այնց կանոն, որ հետո հետ չվերադառնան այս վիճակի։ Էսի ճեղքման փորձ է, էսի երաշխավորված փրկության ծրագիր չի, նաև այդ փրկիչներին մենք մեր Spider-Man-ով ենք ծաղրում։ Միքայլյանի ելք էս վիճակից չկա, բայց միակ տարբերակը ճեղքում ունենալու ստանալ մի հատ այնպիսի խորհրդարան, որտեղ մի ուժ չի հաղթե եւ վերջ, որովհետեւ եթե ԿՊ-ն ձեր ասածով 52 չհավաքի, երկրորդ փուլով է ինչ որ մեկը հավաքելու, որտեւ մեծագայթակղությունը էս Մուսոլինիի սահմանադրությամբ անենց անել երկրորդ փուլով 52-ը հավաքել ու ինչ ուզել որոշել։ Այդ դրա ճեղքում եթե կկարողանանք անել բոլորին դեմեմով, հետո ստիպված նույն մարդկանցով, բայց արդեն վարկ փոխած ներսում, կխոսանք այնպիսի հիմքեր կդնենք ավելի խորը, շատ ավելի, որտեղ ձեր կարիքն է կլինի, ձեր կարիքն է կլինի, ձեր է ու այդ հարցերում կարակ լիքը բան ինձ խորհուրդ տաք։ Իսկ վարքի փոփոխությամբ ծրագրերի քաղաքական ուժերի վարքի փոփոխությամբ նրանց ծրագրերի հեքիաթ լինելը ինչպես է փոխվելու։ Բովանդակային փոփոխության դա ինչպես է բերելու։ Ինչպես է փոխվում։ Հարցնում եմ, որ ասեք, պարոն Գևորգյան։ Հենց այնպես, ինչպես հայ չաշխատող մարդը արտագաղթում է ու սկսում է 12 ժամ աշխատել։ Իրանց միտքն էլ է փոխվելու, ծրագիրն է, վարկն է, ամեն ինչն է։ Այս կանոնին այս տեսակի մարդիկ են։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Այն տեսակի։ Շնորհակալություն։ Պարոն Պապյան, ինչ եք ցանկանում ավելացնել, ասել։ Հետևյալն է, ես չեմ պատկերացնում 4% անցումային շեմի 1%-ին իջացնելը ինչպես է վարքի վրա ազդելու կամ բան։ Պարզապես ենթադրենք հիմա 4 կուսակցություն անցնում, կասնի 6-ը։ Եվ ավելի տրոհված կլինի այդ խորհրդարանը, ավելի ոչ աշխատունակ կլինի եւ որևէ խնդիր չի կարողանալ։ Պերմանենտ քննարկումների մեջ։ Գիտեք, դուք ինչ որ ենթադրություններ եք ասում, ենթադրություններ եք անում, ասում եք այսպես լինի, լավ կլինի, այսպես լինի, իսկ այդ ձեր ասած պատճառա հետևանքային կապ չկա այդտեղ։ Հասկանում եք։ Այդտեղ պատճառա հետևանքային կապ։ Պարոն Գևորգյան, ինչու եք առանց պատճառա հետևանքային կապի այստեղ հայտարարություններ անում։ Հեսեք ասեմ, նայեք, մեր խորհրդարանը չի արտացոլում մեր ժողովրդի ընտրածը։ Օրինակ դուք կարող եք այնտեղ լինել ու լսելի լինել շատերի համար, նաև շատ իմ ընկերների համար, ովքեր ձեզ համակրում են։ Ենթադրեք բոլոր 8 ուժերն այնտեղ են։ Հակը կարող էր այնտեղ լինել ու այն ժամանակ, երբ որ բոլորը ոչ մի թիզական էին ու այդ բոլորը հիմա դարել էին խաղաղասերներ, պրոստը դեմից ինչ որ բաներ։ Իսկ այդ ժամանակ դուք ինչ դիրքորոշում ունեիք։ Ասեմ ձեզ։ Ես այդ ժամանակ բոլորի զինվորն էի, երիտասարդ էի։ Բայց ոչ մի թիզական էիք։ Իմ եղած տեղերում հա ոչ մի թիզական էի, որովհետև ոնց որ ասում էր երկիրը, որ սա է ձեր գործը, ես ընդունե անում էի կամավորաբար։ Ասել էին այստեղի ոչ մի թիզը դու կպայես, խելոք պահում էի, որպես զինվոր ու պատվով է պահել եմ։ Բայց այն ժամանակ բոլորի քարոզը ոչ մի թիզականությունն էր, հիմա բոլորի քարոզը դարել է խաղաղությունը։ Ես հիշում եմ, որ ՀԱԿ-ը այն ժամանակ ասում էր պետքա զիջումներ լինի։ Գուցե կոչ անեք հիմա էլ ՀԱԿ-ին ընտրեն։ Միտեղ որ լիներ խորհրդարանում ՀԱԿ-ը խորհրդանից ուրիշ ձեն կգար, ոչ թե միայն մենք ենք ավելի ոչ մի թիզական, թե դուք։ Անկախ իմ վերաբերմունքից ՀԱԿ-ին նորմալ է, որ ժողովրդի արտահայտի խորհրդարանը, իսկ հիմա արտահայտում է ԿՊ-ին ու եղած ընդդիմությանը, որը ոչ մեկ ձեր ընտրողին չի արտահայտում։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Պարոն Պապյան, երկրորդ հարցում եք ուզում ուղղել։ Չեք կարող պարոն Գևորգյանին ուղղել։ Հասկանալի է։ ՀԱԿ-ի ներկայացուցիչին դուք նշեցիք, որ Հայաստանը բոլորի հետ պիտի լավ լինի, չեզոքություն պիտի հաստատի եւ այլն եւ այլն։ Եվ բերեցիք Շվեյցարիայի օրինակը։ Հիմա
երկրի չեզոքությունը ցանկության վրա չի խարսվում։ Երկրի չեզոք աշխարհակաղակական կոնսենսուսի վրա, շվեյցարիան այդպես է ձևավորվել։ Հիմա հարց, երբ որ Հայաստանը ոչ թե շահերի համադրման, այլ շահերի բախման կիզակետ է, եւ դա մեզանից չի կախված, դա դուք ո՞նց եք հավասարապես չեզոքություն պահպանելու, լավ լինելու եւ Ռուսաստանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Իրանի եւ մյուսների հետ, երբ որ կրկնում եմ, մենք իրականացել ենք ժամանակին կոմպլիմենտար քաղաքականություն, այն ժամանակ, քանի որ կար Արևմուտք Ռուսաստան որոշակի շահերի համընկնում, դա հնարավոր էր։ Հիմա ըստ էության պատերազմի մեջ են Ուկրաինայի տարածքում, Իրանի տարածքում։ Ոնց եք դա իրականացնելու։ Ցանկությունից դուրս։ Տեսեք, մենք մեր տարածքում ենք անում։ Ամերիկան լինի, Ռուսաստան լինի, ոչ մեկ իրավունք չունի Հայաստանի տարածքում թելադրի թե ինքը ինչ անի։ Կարող է նախկիների պատճառով մեր վզին երիտասարդներից կներեք իհարկե պարկ կա, որ իրանց թելադրածով անել, բայց մենք եկել ենք այդ թելադրանքը փոխելու։ Եթե Ամերիկան ասում է, հոп, եղբայր, ես ինչ ես անում, BRICS ես տալի Ռուսաստանին, դու էլ գնում ես Պուտինի մոտ, ասում ես արինձի տեր կանի, Ամերիկանը էս բան է ասում։ Այսինքն դու քո 4 ընկերներին, որ իրար են ուտում, դու չես կարող մցնես քո օջախում հաց կերակրես բարիշացնես։ Պարոն Պետրոսյան, երբ ասում եք Ռուսաստանին, ասենք, արի մեզ տեր կանգնի, չի հակասում ձեր նախորդ ասածին։ Չէ, միտքը նրանում է, եթե Ամերիկան ասի մեզի, մենք ձեզի երաշխավորով ենք կայնում, թրիփ ենք տալիս, դուք եք BRICS բերում պայմանականով BRICS, եք Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին առաջարկում այլ ընտրանքային ճանապարհ Հայաստանի տարածքում։ Մեր տարածքը ինչ ուզում ենք անում ենք։ Կուզենք աշխարհի գերտերության Չինաստանի հետ կհամագործակցենք, կուզենք Ռուսաստանի հետ կհամագործակցենք, կուզենք Ամերիկայի հետ կհամագործակցենք։ Իսկ նույն կարծիքին եք նաև հակառակ ուղղությամբ։ Ես երկուսի կողմն էլ համակարծիք եմ երկուսի հետ։ Մենք բոլոր պետությունների հետ պետք է պահենք նեյտրալ, մեր շահերից բխող եւ իրանց շահերը հարգող, բայց միաժամանակ Հայաստանի սուվերեն տարածքը պահվող գաղափար։ Պարոն Պետրոսյան, բայց դուք նոր հղում կատարեցիք նախկիններին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր, որ այդ հավասարակշռությունը խախտվեց, մենք Ռուսաստանի հետ կնքեցինք ռազմաքաղաքական պայմանագիր, այստեղ ռուսական բազան հայտնվեց, երկրորդ նախագահի օրոք այդ ներկայությունը ընդլայնվեց, երրորդ նախագահի օրոք մենք ունեցանք քառօրյա պատերազմ։ Պատասխանեմ։ Այո։ 1998 թվականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 42300 կիլոմետր տարածք, 42000 քառակուսի տարածք Հայաստանը տվել է նախկիներին, գալիք իշխանություններին մինչև 2020 թվականի նոյեմբերը։ Ես որպես ու տվել է բուֆերային գոտիներ, որոնք պետք է հանձնվեր, խաղաղություն կգրվեր։ Ուր այն տարածքները։ Ես երիտասարդ տղա 97 թվականի, ուր այն տարածքները։ Իմ հարցը դրան չէր վերաբերում։ Ես հեսա դրան էլ եմ անդրադառնում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հիմա քաղաքացիական պայմանագիր ասում է մենք ամենաշատ զենքն ենք մտցել։ 91 սեպտեմբերի 21-ից մինչև նախագահի հրաժարականը Հայաստանի Հանրապետությունը ամենաշատ զենքն է մտել, որը կիրառվել է։ Պատերազմական շրջանը էլ է։ Ամերիկան հետաքրքրված չի ել Հայաստանով տարածաշրջանով միջև Ադրբեջանի նավթի լուծումը։ Նավթի խնդիրի լուծումը։ Հետևաբար Ռուսաստանն էր մեզանով հետաքրքրված, պետք է Ռուսաստանի միջնորդությամբ այդ ամեն ինչը արվեր։ Բայց Ղարաբաղի հարցի լուծումից հետո, եթե լուծվեր մեր ուզածով, այսինքն պատերազմ թե խաղաղություն հոդվածով լուծումը գնար, մենք նաև այդ Ղարաբաղյան պատերազմական սպառնալիքից ու Ռուսաստանի կարելի ասել թե ազդեցությունից դուրս կգայինք այդ խնդրով։ Բայց ըստ այդ հոդվածի Հայաստանը 42000 քառակուսի կիլոմետր տարածք ուներ։ Մնալու էր այն, ինչի համար մենք պայքարել ենք, որ ազգային Արցախի ժողովրդի տարածքը, ոչ 7 շրջանները, ոչ Աղդամը, ոչ Քարվաճառը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապյան, ցանկանում եք արձագանքել։ Հա, ես մի համառոտ արձագանք, տեսեք, Հայաստանը անգամ պաշտոնական հայտ չի ներկայացել Եվրոմիության անդամակցելու, որպես վերացական գաղափար հնչեցրել Նիկոլ Փաշինյանը մի քանի իր հարցազրույցներում։ Բայց արդեն մենք տեսնում ենք Ռուսաստանի կոպիտ արձագանքը, որը իմ կարծիքով շատ ավելի կոշտանալու է այս հետագա ամիսների ընթացքում։ Հիմա իհարկե ցանկալի է, ես էլ կուզեի, որ ոնց որ ասած բոլորը հարգեին մեր իրավունքները եւ մենք կարողանանք չեզոքություն պահել։ Այդպես չի աշխատում, հատկապես հիմիկվա աշխատում։ Գուցե 20 տարի առաջ Տեր-Պետրոսյանի ժամանակ ասեմ ավելի հեշտ էր։ Այն ժամանակ նորից եմ կրկնում, կար արևմուտք կարևոր որոշակի համերաշխություն։ Այսօր հակադրություն է։ Հակադիր աշխարհում բոլորը մեզանից պահանջելու են ընդհակառակը։ Կամ ինձ հետ ես, կամ ինձ թշնամի ես։
չեն ընդունելու այդ տարբերակը, որ ասես եւ սրա հետ եմ լավ եւ իմիջիալոս Նիկոլ Փաշինյան դա ուզում է խաղարկի, բայց փորձառու աղվեսը 2 ոտով է թակարդել։ Շնորհակալություն, պարոն Գորգիսյան, դուք ինչ հարցեր ունեք։ Շնորհակալություն։ Առաջի հարցս պարոն Պաունյանին կհղեմ։ Եթե չեմ սխալվում, պարոն Թաթյանը Պետրոս Ղազարյանի եթերում ասաց, որ դուք կստորագրեք իշխանության գալ դեպքում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Դա ինձ ճիշտ ասած զարմացրեց, որտեղ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված ունի մի քանի թերություն, առաջին հերթին այդտեղ չկա քարտեզ, որով պիտի իրականացվի սահմանազատումը եւ որով Ադրբեջանը ճանաչում է մեզ։ Այդտեղ չկա որևէ երաշխավորի ինստիտուտի մասին որևէ խոսք, որը վեճերը հետեւաբար ցանկացած վեճի լուծում բերում է ռազմական բախման եւ այդտեղ կա կետ, որ մենք պիտի բոլոր մեր վեճերը միջազգային դատաներում հետ կանչենք, ինչը մեզ զրկում է բանակցային լրացուցիչ խաղաթղթերից։ Ինչու եք պատրաստվում այդ փաստաթղթը։ Պարզապես հեռուստադիտողների համար հիշեցնենք, որ այդ կետը երկու կողմին է վերաբերում։ Շատ լավ, պարոն Գեորգիսյան, շատ ճիշտ հարց տվեցիք, հետաքրքիր եւ նշեմ երևի թե դուք ամբողջ հաղորդումը նայել եք Պետրոս Ղազարյանի մոտ։ Ուրեմն Պետրոս Ղազարյանի մանիպուլատիվ հարցին պատրաստ եք արդյոք ստորագրելու պայմանագիրը, Թաթյանը պատասխանեց շատ հստակ, ասեց այո, պատրաստ եմ, եթե Ալիևը ստորագրի, բայց հավելեց, որ մենք 100%-ով համոզված ենք, որ Ալիևը այդ պայմանագիրը չի ստորագրելու։ Հետևաբար այդ հարցը Չէ, բայց դուք ձեր գործողությունը, ձեր քայլերը պայմանավորում եք Ալիևի որոշմամբ։ Ոչ, մենք ասում ենք, որ Ալիևը այդ պայմանագիրը չի ստորագրելու, որովհետև այդ պայմանագրի ստորագրումը չի բխում Ադրբեջանի շահերից։ Հետևաբար Պետրոսի այդ մանիպուլատիվ հարցին Թաթյանը պատասխան տվեց հետևյալ կերպ, որ կստորագրեմ Ալիևի ստորագրելուց հետո։ Դա փաստ է, որ Ալիևը չի ստորագրելու։ Հետևաբար այդ ամբողջ տրամաբանությունը ձեր ասած արդեն չի աշխատում, էլի պարոն Գեորգիսյան։ Պարոն Պարոնյան, ես ճիշտ հասկացա, որ դուք նոր հայտարարեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պարտությունից հետո կարողացել է Ալիևին առաջարկել պարտադրել այնպիսի նախագիծ, որը չի բխում Ադրբեջանի շահերից, հետևաբար բխում է Հայաստանի շահերից։ Ոչ, ստորագրումը չի բխում։ Ստորագրումը այն պայմանագրի, որի Եթե այդ պայմանագիրը բխում է Ադրբեջանի շահերից, ինչու՞ չպետք է Ալիևը ստորագրի։ Նայեք, մենք ինչ ենք ասում, մենք թրիփին կողմենք, բայց ի տարբերություն իշխանությունների եւ որոշ իշխանական սատելիտների, թրիփին կողմենք, բայց կան խնդիրներ։ Այդ խնդիրների լուծման դեպքում ամենակարևոր առաջնային խնդիրը Հայաստանի տարածքների դեօկուպացիան։ Հիմա եթե Հայաստանի տարածքների դեօկուպացիա տեղի չի ունենում, ստացվում է, որ Հայաստանը թրիփ նախագծով ոչինչ չի շահում։ Հասկանում եմ, բայց խնդրում եմ իմ հարցին պատասխանել։ Եթե այդ պայմանագիրը չի բխում Ադրբեջանի շահերից, Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում չի լինելու Հայաստանի տարածքների դեօկուպացիա, հետևաբար թրիփ նախագիծը իրականանալու է այն տեսքով, որը որ հիմա կա այդ նախաստորագրման մեջ, հոգուտ Ադրբեջանին։ Պարոն Գորգիսյան, դուք ցանկանում եք արձագանքել։ Ես ուղղակի մեր դիրքորոշումը հստակ հնչեցնեմ, որ այս նախաստորագրված պայմանագիրը չի կարելի ստորագրել, քանի դեռ այնտեղ կցված չի քարտեզ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի դեռ չկա երաշխավորների ինստիտուտ, որովհետև ցանկացած վեճ ի վերջո բերելու է բախման։ Երաշխավոր։ Մենք առաջարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, մինչև դա լուծարեց պարոն Փաշինյանը։ Համաձայնվեց։ Մենք առաջարկում ենք հիմա գործող մեխանիզմներից, նման որ ձայն չհանեցին 23 թվականին։ Դա մեխանիզմ է, որը կարող ենք օգտագործել։ Հիմիկվա առաջարկը կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, որի պարագայում ՄԱԿ-ը կլինի այդ փաստաթղթի երաշխավորը։ Դուք ունեք երկրորդ հարց։ Ես ունեմ հարց պարոն Գորգիսյանին։ Շատ կարճ եթե կարելի է։ Պարոն Գորգիսյան, երբ ասում եք քարտեզ պիտի կցված լինի, որ քարտեզը նկատի ունեք, այն պարոն Պետրոսյանը հիշատակում է 42000 քառակուսի կիլոմետր, պարոն Պապյանը ավելի մեծ քարտեզի կողմնակից է, որ միջազգային իրավունքով չի ասում մերնա։ Նայեք, քանի դեռ բուֆերային նեյտրալ գոտիները, որը փոխանակումն են։ Եթե թույլ կտաք, քանի դեռ չկա համաձայնեցված քարտեզ, Ադրբեջանը ամեն գյուղի համաձայնեցնել, երբ իշխանություն եթե խոսքը գնում է Ալմաթայի հռչակագրի վրա, Խորհրդային Միության քարտեզների վրա, 20 թվականից սկսած մինչև 87 թվականը կան տարբեր քարտեզներ։ Որևէ քարտեզի շուրջ պետք է գալ համաձայնության եւ միայն այդ դեպքում ստորագրել փաստաթուղթը։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցում եք ցանկանում ուղղել։ Պարոն Գևորգյանին դեմ եմ ես լսելով ձեզ հիշում եմ ինձ իրականում տենց 7-րդ դասանում, երբ նոր սկսում էի ուսումնասիրել ֆիզիկան եւ ամեն նոր գլուխ անցնելուց մտածում էի, որ հեսա մեծ բացահայտումներ եմ անում, հետո հաջորդ գլուխները սովորելուց հասկանում էի, որ այդ բացահայտումները արդեն արել են։ Չէ, ինձնից բավական առաջ։ Ձեր առաջարկների մեծ մասը, եթե ոչ 90%-ը, Լուսավոր Հայաստանը
ժամանակին բարձրաձայնել է, երբ որ սահմանադրության բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծվել, այնտեղ մենք այդ ամեն ինչը ներկայացել ենք, արդյոք դուք քաղաքականություն մտնելուց առաջ ծանոթացել եք ընդհանրապես քաղաքական դաշտում ինչ առաջարկներ կան։ Պարոն Գևորգյան, լուսավոր Հայաստանի առաջարկներին չէ copy paste արել եւ այստեղ հայտարարություններ։ Իմիջիայլոց Եվրամիության անդամակցության հարցն էլ իշխանությունն է կարծես ձեր ծրագրից Մենք վերցրել։ Եվրամիության անդամակցություն չենք առաջարկում, մենք ասում ենք, որ դա անիրատեսական է, բայց պիտի Ներողություն, եվրոպական մոդելը բերենք այստեղ, կներեք։ Խնդրեմ, դուք ունեք 2 րոպե։ Սիրում, պարոն Գեորգիսյան, երբ որ ես էլ իմ համար ֆիզիկայի սովորում, այն հույսով, որ ձերպես մարդիկ քաղաքականությունը անում են, ես ծրագրավորող լինեմ, կամավոր լինեմ, այդ իմ գործը լավ անեմ, էլի։ Պարզվեց հաշվարկները սխալ են դուս եկե։ Անընդհատ պակասում ենք, ինձ գցում են, ընդ ինչ որ կոստյումավոր ապերներ ու ջաջաներ բաներ են որոշում, որոնք ուղիղ կպնում են իմ ու իմ ընկերների ճակատագրերին, տենց ասեցի երևի պետքա իմպեսների հետ գամ կպնեմ այս ամեն ինչին։ Այդ ձեր բոլոր առաջարկների, ջանքերի, ձեր փաթեթով բոլորի ջանքի արդյունքն է բոլորին դեմը, որ եկել է ասի ճեղքեմ, որովհետև որ հաթաթ բոլորիդ դսում ես, այնց վեհ մտքեր եք ասել, որ այո, ես պետքա այդամ հələ 9-րդ դասարանի ֆիզիկան սովորեմ 10 նոր գամ հասնեմ դրան։ Բայց ձեր վեհ մտքերի արդյունքում է, որ մենք ապրում ենք այս Հայաստանում, բոլոր երբևէ խորհրդարանում եղածների։ Դրանից առաջացել է պատմական մի հատ բան, որ մարդիկ բռնես արկել են բոլորին դեմեմ կուսակցություն։ Միայն այդ է պատճառը։ Ես կուզեի շարունակել իմ սիրած բաները անեմ, ովքեր ինձ գիտեն ոնց են սիրում իմ արածները։ Կյանքում ամեն ինչ իդեալական ունեմ ու հավեսա ու Հայաստանին ամեն օր ծառայում։ Մնայի այդ դիրքում եւ վերջ չգայի այստեղ։ Այն է դուք եք զբաղվում քաղաքականությամբ ստիպված են։ Դրա համար է պետք բոլորին դեմեմ։ Խնդրեմ, պարոն Գորգիսյան, դուք կարծես դժգոհ եք պարոն Գևորգյանի պատասխանից։ Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, երբ լուրջ գործով սկսում են զբաղվել գործից չհասկացող մարդիկ, խնդիրներ են առաջանում։ Մենք որպես անհատներ, հա, եթե պիտի գնանք ատամնաբուժի մոտ, հա ուտեղ հարցնում ենք, թե ով փորձ ունի գնանք։ Սովորական մեքենան սարքելու տանել այդպես ենք անում, բայց չգիտես ինչու մտածում ենք, որ քաղաքականություն կարելի է այդպես մի օր վեր կանալ առանց խորապես խնդիրները, համակարգերը, միջազգային իրավիճակները հասկանալու, գալու ինչ-որ բաներ առաջարկել։ Ես գտնում եմ, որ ստեղծված բարդ իրավիճակում, որտեղ Հայաստանն է, մեզ պետք են փորձված եւ իրենց գործին տիրապետող մարդիկ քաղաքական։ Ինչ անեմ, որ այսքան թողեք արձագանքեմ։ 2 րոպե ժամանակ եք ունենալու ամփոփիչ խոսքի համար։ Սարգիսը դեմ է իմ արձագանքին, այնպես որ արձագանք եք դուք։ Նայեք։ Այդ ձեր պես ասողների Հիմա ես էլ պետք է արձագանքեմ։ Հարց չկա, ձեր պես ասողների ժամանակ այդ էլի դուք էիք գծել, որ դուք ձևը գիտեիք քաղաքականության, մենք է դիլետանտներն էինք ուր խառնվեինք։ Հետո պարզվեց ձեր գծածներով ու այն ձեր ելք դաշինքի թիմով որոշողներով։ Ասացիք ինչ-որ ջոկատներ կազմեք։ Մենք չենք եղել։ Տենց դիլետանտներով ջոկատ կազմեցինք, գնացինք պաշտպանենք, կասկայ չունեինք, բռնունիք չունեինք։ Այդ ժամանակ պնդում էինք, որ կա բանակ։ Այդ դուք եք դուք, մեր համար դուք փաթեթով եք։ Հասկանում եք, բոլորին դեմը, բոլորիդ է դեմ։ Հասկանում եք, թացը չորին խառնելով դուք հանրությանը շփոթեցնում եք, մոլորեցնում եք եւ տանում եք ելք դաշինքով այդ ճեղքումը արեցիք, որի անունը դրիք հեղափոխություն։ Դրանից հետո եկավ պատերազմը, որին էլի ձեր այն վատ մասը, ձեր լավ մասը չէ։ Կոչ արեց ջոկատներ կազմել։ Եթե ելք դաշինքը շարունակի լինի 2 տարի ինդիմություն օքեյ եք, որ մենք դիլետանտավարի երկիր էինք պաշտպանում, հիմա ստիպված օքեյ եք լինելու, որ քաղաքականություն անենք։ Մենք օքեյ չենք եղել դրա հետ։ Մենք օքեյ ենք ցանկացած մարդու քաղաքականություն կոչեր էիք անում, գնացեք։ Պարոն Գորգիսյան, պարոն Գևորգյանի հիշատակման լուսավոր հայաստանները կոչ էին անում։ Պարոն Գորգիսյան, քաղաքական ուժերը հակառակ դիմանում էին։ Պատերազմի քաղաքականության մեջ ես չեք այդվաղ պատերազմում եմ եղել, պատերազմի դաշտում, բայց քաղաքական, բայց ուրիշ բան ասեմ, բոլոր քաղաքական ուժերը պատերազմ չիմացող մարդկանց կոչ չեն արել։ Բայց որոշողները չեմ ասում են 10 րոպե որ մի հատ գրասենյակ ունեն նստած են։ Հիմա պարոն Պապյանը կոչ արեք։ Խորհրդարանի բոլոր ուժերը, որոշողները, դուք էլ որոշող չեք եղել, որ ձեզ մեղադրեմ։ Դե պարոն Գևորգյան, եղած բոլորը։ Ուրեմն բոլորին չեք չեք պատկերացնում, Այն վաղվա խորհրդարանի։ Պարոն Գորգիսյան, իսկ Մինչև ձեր եղած բոլորին խմբակցության եք դեմ, իսկ падգամավոր նոր այս Պարոն կանոններով Գևորգյան խաղացողներին առանձին եք դեմ։ Լսենք իրար։ Պարոն Գորգիսյան, իսկ ձեր խմբակցության կին падգամավորներից մեկը չէր, որ հարցնում էր, հարց եմ ուղում, որ 20 թվականի հենց սեպտեմբերի 27 թե 28-ին հարցնում էր, իսկ տարբերակ չկա, որ падգամավորներն էլ գնան
նաև կին падգամավորները։ Դա նույնը չէր նշանակում, որ պետք է ջոկատներ կազմել եւ գնալ պատերազմ։ Պատգամավորները իրենց գործը անում են եւ նույն մեր ձեր նշած կին կամավորական ջոկատների շրջանակներ։ կամավորական ջոկատների մասին չէր խոսքը։ Խոսքը որևէ կերպ բանակին աջակցելու մասներ եւ այդ փուլում մենք շատ ենք աջակցել, ուղղակի այդ մասին ես չէի։ Մարդիկ ովքեր ում հետ մենք աշխատել ենք եւ ում հետ մենք Եթե եմ հիշում, կին падգամավորը նաև հարցնում էր զենքի հնարավորություն, եթե կա կամավորական ջոկատի շրջանակներում իրենք էլ կգնան պատերազմ։ Դա հարցը միգուցե բարձրացել է, հիմա լավ չեմ հիշում, բայց ես ասեմ, որ միայն զենքով առաջնագծում լինելով չէ, որ պատերազմը հաղթում են։ Ի վերջո մենք պատերազմը տալիս ենք թղթի ստորագրումով։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Ես իմ հարցը կուզեի ուղղել պարոն Պապյանին։ Պարոն Պապյան, հաշվի առնելով, որ դուք կողմ եք Հայաստան-ԱՄՆ դաշնակցությանը եւ այս կոնտեքստում դուրս մղենք մեր ռազմական դաշնակից Ռուսաստանը, ես ուղղակի կուզեի իմ հարցը հետեւյալն է։ ԱՄՆ-ն մեր երկու ռազմական հարևանների, որոնք մեր ռազմական վտանգ են սպառնում, իրենց նույն բլոկի մեջ է, հա, Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բլոկի մեջ է։ Ինչպես եք դուք տեսնում այս հանգամանքը Հայաստանի համար։ Ուրեմն առաջինը մենք դուրս մղելու մասին չենք խոսացել, մենք միշտ ասել ենք եւ տարիներ շարունակ, որ Ռուսաստանը գնում է տարածաշրջանից, չի կարող թույլատրող կայսրությունը պահել իր ազդեցությունը նախկին գաղութների վրա։ Եվ մենք ասենք, եթե մենք չենք ուզում մնանք յաթաղանի բերանին, ուրեմն մենք պիտի գտնենք նոր անվտանգային համակարգեր։ Եվ աշխարհում քանի որ մի երկիր կա, որ կրկնակի զսպման քաղաքականություն կարող է իրականացնի, զսպելով եւ Թուրքիային եւ Ռուսաստանին, դա Միացյալ Նահանգներն է, այսինքն ունի կարողություն, մենք պիտի ջանքնենք, որ կարողությունը քաղաքական կամքի եւ քաղաքական գործունեության վերածվի։ Եվ այս դաշնակցային հարաբերությունները այդ ՆԱՏՕ-ի նմանը չի։ Մյուսը կնորից եմ կրկնում, խնդիրը գնում է Հայաստանի պաշտպանության մասին։ Չի նշանակում, որ դուք էլի ասում եք ՆԱՏՕ, նորից եմ կրկնում, մի խնդիր է լուծում, հոդված 5-րդ Թուրքիայի վրա հարձակում, այնել չհրահրված հարձակում, նշանակում հարձակում բոլորի վրա։ Մենք Թուրքիայի վրա հարձակվելու խնդիր չենք դնում, որևէ մեկը չի դնում այդ խնդիրը դնում։ Ընդհակառակը մենք ուզում ենք մեզ պաշտպանել Թուրքիայից եւ Ադրբեջանից, որտեղ Ռուսաստանը իրավարար վճռով նախատեսված տարածքները, որ հիմա Թուրքիայի մաս են, ինչպես են դառնալու Հայաստանի մաս առանց Ուրեմն Թուրքիայի առաջին իրավական ճանապարհով դա պիտի ամրագրվի, միջազգային դատարանը դիմում է նրա կանոնադրության 36-րդ հոդվածի 2-րդ մասով, որ եզրակացություն վերցնես փաստաթղթի վերաբերյալ եւ այն տարածքով, որով որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել, փոխվում է այդ տարածքով չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Ընդհանրապես պատկերացումները սխալ են։ Թուրքիայի Ինչիրլիկ ռազմաբազան հենց այդտեղ է եղել, որովհետև նախապեսված էր Վանում եւ 46 թվին Ամնի State Department-ի գլխավոր իրավան եզրակացություն տվեց, որ դուք Վանում չեք կարող հիմնել ռազմաբազա, որտեղ դե յուրե Վանը չի պատկանում Թուրքիային։ Եվ առ այսօր Թուրքիայի սահմանները ԱՄՆ չի ճանաչել։ Ըստ այդ փաստաթղթի Վանը ում է պատկանում։ Ըստ այդ փաստաթղթի Վանը պատկանում է Հայաստանին, որովհետև նորից եմ կրկնում, իրավարար ամբողջական անունը կասեք Հայաստան, Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետության, այո, եւ այդ պատճառով 27 թվականին Սենատը մերժեց Միացյալ Նահանգների հետ վերահաստատել դիվանագիտական հարաբերություններ, որտեղ Թուրքիան օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Անկամ ազգերի լիգայի ես 26 թվի քարտեզ կա, որ այդ այսպես ասած Վիլսոնյան Հայաստանի տարածքի վրա գրած է Soviet Union, որտեղ Հայաստանի որպես այդ ժամանակ սովետական միության մաս ընկալվում էր, որ տարածքը դրան է փոխանցել։ Նայեք, դուք խոսում եք մի րոպե ճշգրտեք, հիմա Հայաստանի Հանրապետությունն է գրած սովետական միություն մակարդակով քննարկումներ չանենք միջազգային իրավունքի։ Կրթեք մեզ, պարոն Պապյան, ինչպես է գրած սովետական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, թե սովետական միություն, ես հարցնում եմ։ Ինչը։ Ինչպես է գրված սովետական միություն, Հայաստանի Հանրապետություն, թե սովետական Հայաստան, գուցե այլ բան, ճշգրիտ տերմինը ինչպես է գրված։ Soviet Union-ը գրված։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, կարող եք արձագանքել։ Հայաստանը այդ ժամանակ մասեր կազմում դրան, բայց նորից եմ կրկնում։ Ղազախստանն ու եւս 14 երկիր էլ, հանրապետություն էլ, համեցեք, պարոն Գալստյան։ Չէ, էլի մի րոպե։ Ինչ 14 հանրապետություն։ Ուզում եմ 27 թվականին 14 հանրապետություն սովետական միությունը չի ունեցել։ Հարավային Կովկասի 46 թվականի մասին էիք ասում փաստաթղթի։ Եկեք նորից եմ կրկնում։ Եթե խոսում ենք միջազգային իրավունքի տեսակետից,
կա մի մարմին, որը միջազգային իրավունքի փաստաթղթերի մեկնաբանության իրավունք եւ լիազորություն ունի, ՄԱԿ-ի դատարանն է։ Գնում ենք հստակեցնում ենք։ Իդեպ ասեմ, ուզած գնալու ենք, որովհետև Ալիևի բոլոր հայցերը մեր դեմ հիմնված են իրենց առաջի հանրապետության իրավահաջորդության վրա։ Մի մոռացեք, որ իրենց անկախության հռչակագիրը այդպես է, այսինքն մենք ուշ թե շուտ վերադառնանք իմ ասացի շրջանին եւ հստակեցնենք Հայաստան-Ադրբեջան Շնորհակալություն, պարոն Պապյան։ Պարագայում Գյոքչան եւ Զանգեզուրը առնվազն իրենք պահանջել են։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, ցանկանում եք արձագանքել։ Ամենայն հարգանքով չեմ կարծում, թե ԱՄՆ-ն զսպելու է Թուրքիային, երբ որ այս խաղաղության հայ-ադրբեջանական, ինչի հետևը մենք հասկանում ենք, որ Թուրքիան է կանգնած։ Այո, հավատացեք, որ Ռուսաստանը ուներ պարտավորություն չկատարեց, ես ինչի պիտի հավատամ, եթե իր նախկին պարտավորությունները չի կատարել, հիմա պիտի կատարի։ Ուրեմն հիմա որ ավելի դուք նկատի ունեք պատերազմի ժամանակ։ Ես նկատի ունեմ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման խաղաղապահ գործունեությունը, ես նկատի ունեմ սովետական Հայաստանի սահմանները որպես հապկի անդամ եւ որպես մեր դաշնակից ուրա։ Ուրեմն այն իրավական Այո, զենք չվաճառել։ Պարոն Պապյան, բայց օկուպացրեցիք պարոն Գալստյանի ժամանակահատվածը։ Վաճառեցին ռուսները ադրբեջանցիներին։ Նայեք, ուրեմն թե ինչպես է վերջացել մեր վերջի պատերազմը, ինչու ենք մենք պարտվել այդ պատերազմում, բավականին փաստաթղթեր դեռ հրատարակված չեն։ Այնպես որ մենք հիմա ինչ էլ որ խոսենք, մենք ոչ լիարժեք պատկեր ենք տալու։ Այո, պարտվել ենք մենք, բայց ձայն չի անել Ռուսաստանը, պարոն Գալստյան։ Իսկ միգուցե իրավական խնդիրներ են եղել, մենք չգիտենք։ Ինչ իրավական խնդիր կար այդ պայմանագրերում, երբ որ օրինակ իշխանասարի ուղղությամբ հարձակում էր գործում Ադրբեջանը։ Ռուսաստանը հենց պատերազմի առաջ օրը հայտարարեց, որ պատերազմը Հայաստանի տարածքում չի եւ իսկ իշխանասարի ուղղությամբ 21-22 թվականներին որ տարածքում էր, պարոն Գալստյան, դուք տեղյակ եք, որ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի ուղղությամբ։ Իհարկե տեղյակ ենք։ Եվ այդ ժամանակ իշխանությունը, մեր իշխանությունը Հայաստանյան Ադրբեջանի հետ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատում էր անում։ Ես խոսում եմ Ռուսաստանի արձագանքի մասին, երբ որ ռազմական գործողություններ էին։ Ռուսաստանը այստեղ միջնորդի դեր է խաղում։ Եկեք մենք միջնորդի վրա չբարթենք մեղքը, թե ինչու մենք Այսինքն Ռուսաստանը մեր դաշնակիցը չէր, միջնորդն էր։ Տվյալ սահմանազատման մասին է խոսքը։ Ես խոսում եմ ռազմական գործողությունների մասին։ Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է։ Հետևաբար ինչու ձայն չանեց։ Այսինքն ինչ եք ուզում, Ռուսաստանը պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Չէ, հավանաբար պետք է լուր մնար, երբ որ իր դաշնակցի դեմ ռազմական գործողություններ էին, մենք 200-ից ավել զոհեր ունեինք։ Չեմ կարծում, թե Ռուսաստանը լուր է մնացել, ասում շատ փաստաթղթեր կա։ Կհիշեցնեք որևէ հայտարարություն։ Շատ փաստաթղթեր կա։ Կհիշեցնեք որևէ հայտարարություն։ Այդպիսի բաները հայտարարությամբ չեն ասում։ Չեն անում։ Շնորհակալություն։ Դուք ունեք երկրորդ հարցը։ Այո, ես երկրորդ հարցս ուզեի պարոն Պարոնյանին դիմել, կապված ուրեմն այս միջանցքի հետ։ Ես ուզում եմ հասկանալ այդ միջանցքը, որը Ամերիկան այսպես մեզ համոզեց, հորդորեց, որ ստորագրեք, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ շահերի բախում կա։ Եվ կարծես թե մենք անտեսում ենք այստեղ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի շահերը։ Արդյոք մենք պետք է նեղանալ այսօր Չինաստանից կամ նեղացնել, այսպես ասենք, Չինաստանին, Իրանին եւ մեր դաշնակից Ռուսաստանին։ Նախ պարոն Գալստյան, չեմ կարծում, որ միջազգային հարաբերություններում նեղացնել կամ բան նման տերմինոլոգիան պատեհա կա շահեր ու բնականաբար այո, Չինաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի ունենալ վատ հարաբերություններ, Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ եւս իրավունք ունի ունենալ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ստորադասի իր ազգային պետական շահը այլ պետություններին։ Հիմա ինչ վերաբերում է թրիփին, շատ կարճ երկու բառով բացատրեմ թրիփի բունեությունը։ Ուրեմն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո փաստացի խաղաղության երաշխավորությունը նոյեմբերի 9-ն էր։ Նոյեմբերի 9-ը հիմա չի գործում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներից ելնելով։ Հիմա այս պահի դրությամբ միակ միջազգային, այսպես ասած, պայմանագիրը կամ հարթակը կամ ինչ-որ մի գործոնը, որը զսպում է Ադրբեջանի ներխուժումը, դա թրիփն է։ Հիմա մենք դրան կարանք վերաբերվենք լավ,
Կարանք վերաբերվենք վատ, նույն ձև կարանք վերաբերվենք նաև նոյեմբերի 9-ին, բայց փաստերը իրավիճակը հողի վրա դրանից չի փոխվում։ Հետևաբար, գիտեք ոնց ասել, որ դա հակասում է Ռուսաստանի շահերին կամ Չինաստանի շահերին, ես հստակ ասում եմ, Հայաստանը այսօր ունի շատ մեծ անվտանգային խնդիր։ Հայաստանը կախված է, այսպես ասած, Ադրբեջանի օկուպացիայի վտանգի առաջ են կանգնած, եւ թրիփը այս պահի դրությամբ միակ զսպող բանն է, որը զսպում է միջազգային առումով Ալիևի ախորժակը եւ ամբիցիաները։ Հիմա խոսալ, որ դա վնաս է Չինաստանին, հիմա եթե թրիփն չլինի, նոյեմբերի 9-ը չի գործում։ Եվ Ռուսաստանն է ոնց տեսնում ենք իր դաշնակցային պարտավորվածությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները պաշտպանելու չի կատարում, դուք ասացիք թույլացած է։ Հիմա թրիփը չկա, նոյեմբերի 9-ը չի գործում, Ռուսաստանը մեզ չի պաշտպանում, ինչ է առաջարկում, պարոն Գալստյան։ Սուակի ձեր կարծիքն է զում։ Չէ, հիմա դե ես ես պատասխանեցի։ Արձագանք ունեք։ Չէ։ Աննա, մենք մոտեցանք երրորդ փուլին, այս փուլում հարգելի հյուրեր, դուք ունեք 2 րոպե ժամանակ, կարող եք ամփոփել ձեր խոսքը։ Տիկին Գևորգյանից կսկսենք, համեցեք 2 րոպե ժամանակ ունեք։ Այ դուք որ ասեցիք Ռուսաստանը իր պարտականությունները չի կատարել։ Տիկին Գևորգյան, միայն հիշեցնեմ, որ հարց ձևակերպելու հնարավորություն հիմա չկա։ 2 րոպե ամփոփիչ խոսքի համար։ Ամփոփիչ։ Քանի որ խոսքը գնում է անվտանգության եւ բանակի մասին, չէ, այսօրվա թեման դա էր, մեր կուսակցությունը նաև առաջարկել է, որ այս ամենը ոչ մեկ չառաջարկեց, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, պետք է անցնենք կիսանախագահականի, որպեսզի անձը միանձնյա որոշումներ չկայացնի, ինքը իրեն կարողանաս վերահսկես։ Եվ որպեսզի դա լինի, կարողանանք այս իրավիճակից դուրս գանք եւ առաջին ունենանք հզոր բանակ, ասում եմ, կարևորը դա միանձնյա կիսանախագահական անցնելու վիճակն է լինելու, որպեսզի Հայաստանը այս վիճակից դուրս գա։ Բանակը հզորացնենք, կարողանանք մենք մեր հարաբերությունները մարտական այդ ուղղությունները, որպեսզի լավ լինի, մեր հարաբերությունները շտկենք մեր ռազմավարական դաշնակիցների հետ, որ դա Ռուսաստանն է եւ Իրանն է, եւ դիվանագիտական մեր ճանապարհները բացենք, որպեսզի բոլոր այս տվյալ իշխանությունը բոլոր այդ ճանապարհները խզել է։ Ինքը ինչ ուզում է որոշում է, միայնա որոշեց, Արցախը հանձնեց, ոչ մեկ ընդ որում ազգային ժողովում ձայն չբարձրացրեց, որ ինչպես հանձնեցիք, ոչ մեկ չբարձրացրեց, ոչ մի դիմադիր ուժ մանդատները վայր չդրեց հանձնելուց հետո, որ կարային նաև մանդատները վայր դնեին, ոչ մեկ չբարձրաձայնեց այն հարցը, հապկին արդյոք դիմել ես թե չէ, իսկ եթե դիմել ես, որ կետերով ես դիմել հապկին, ոչ մեկ այդ հարցը չբարձրաձայնեց, ընդ որում մեր առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը արդեն իսկ հրապարակում է այն հարցերը, այն փաստաթղթերը, որով վարչապետը այսպես ասած խաբել է ժողովրդին այսքան ժամանակ, որ ինքը դիմել է եւ Ռուսաստանը իրեն չի օգնել։ Տիկին Գևորգյան, շնորհակալություն։ Մեր մասնակիցներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այս փուլում Սարգիս ամփոփիչ խոսքի ժամանակ չենք ընդհատում իրար հարցեր չենք տալիս։ Սա գուցե վատ նորություն է, բայց լավ նորությունն այն է, որ ես ու Սարգիսն էլ չենք ընդհատում, հավելյալ հարցեր չենք տալիս, 2 րոպեն լիարժեք ձերն է։ Համեցեք Տիկին Արամյան։ Գիտեք, կարևորագույն խնդիրը պետության համար, ով իրեն արդեն իսկ վաղուց սահմանադրությամբ հռչակել է որպես ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական, ունի խնդիրներ լուծելու։ Մենք դաշտում խոսելու ընթացքում չենք պատկերացնում, թե ինչպիսի խնդիրներ կան հենց ժողովրդի տարբեր խմբերի խոցելի վիճակում հայտնված մարդկանց շրջանում եւ մեր համար կարևորագույնը հենց հավասարության, չեմ կարող ասել անգամ վերականգնում, այլ հաստատումն է։ Այն, ինչ մեզ ամենաշատն է գլորել եւ այս իրավիճակին հասցրել, բացարձակապես ամբողջությամբ բարոյալքված հասարակության պաշտպանություն չունեցող, ներքին արտաքին վտանգներին դիմակայելու ուժ չունեցող մարդկանց միմիայն հավասարության ի սկզբանե բացակայությունն է եւ ամբողջական խեղաթյուրումն է ժողովրդավարական այն արժեքների, որոնց կրողը մենք պարտավոր ենք հանդիսանալ, որոնց որպես քաղաքակրթություն մենք օրինակ ենք ծառայել այլոց եւ այսօր բացարձակ չենք տիրապետում իրավիճակին եւ պետք է գտնենք այն ուժը, այն եռանդը, որ պայքարենք առաջին հերթին իհարկե
ազգային ժողովի ամբիոնից եւ առաջին հերթին օրինաստեղծ գործողություններով եւ այստեղ շատ կարեւոր է անշուշտ այն բոլոր դիրքորոշումները, որոնք մեզ միավորում են ոչ թե բաժանում եւ դրանք բոլորը հնարավոր է իրականացնել եւ դրա արդյունքում մենք պետք է շատ մեծ մարտահրավերների դիմակայենք արտաքին անվտանգության դաշնակիցների փնտրտուքից միջև ներքին համերաշխություն եւ ուստի միանշանակ կոչ եմ անում ընտրել ոչ միայն մեզ համար 5-ին, այլ նաև ուղղակի գնալ եւ քվեարկել, որովհետեւ սա կարեւոր իրավունք է, որը ժողովրդավարական երկրում պետք է յուրաքանչյուր քաղաքացի որպես պարտականություն ընկալի։ Շնորհակալություն Տիկին Արամյան, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Շատ ցավալի էր, որ այս բանավեճի ընթացքում որևիցե մեծևիչ ձայն չբարձրացվեց մեր զինվորների ժամկետային 2 տարի 6 ամս ծառայող զինվորների մասին։ Բանակը մեծ խնդիրներ ունի։ 2025 թվականի օգոստոսից մինչև այսօր 15-ից 20 զինծառայող ինքնասպանություն կամ սպանություն եղել։ Բանակում կրիմինալ գաղափարները չի վերացվել։ Զինվոր սպա հարաբերությունները, կոնֆլիկտների խնդիրը դրված է ռազմական ոստիկանության առաջ։ Դա արդեն կդրում է սպա զինվոր հարաբերությունները։ Մեր ծրագրի մեջ հստակ որպես զինվոր, որպես կրտսեր սպայական ծառայող, որը ծառայել է Քարվաճառում, զորացրվել եմ 10 տարի, չնայած բան չի փոխվել, լավ հիշողությունս տեղում է։ Մենք հետաքրքիր բան ունենք, գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զինվորների զբաղվածությունն է։ Զինվորները պետք է լինեն ունիվերսալ, այսինքն հրաձիգը պետք է տիրապետի նռնական նետի, նռնական նետիստը պետք է տիրապետի կներեք ռուսերեն ասեմ PKS-ին ու այդտենց շարունակ։ Բոլորը պիտի իրար լրացնեն, ունիվերսալ զինվոր լինի։ Եվ իմանա Ֆեշերի առաջի բուժօգնությունը այդ ամեն ինչը տարու կեսվա կամ 2 տարվա մեջ հերիք է, որ զինվորը անդադ ուսուցանի։ Եթե զինվորը անդադ լսարաններում դաս անի, սովորի, կրիմինալ խոսակցություններ չեն լինի, սպանություններ չեն լինի, ինքնասպանություններ, ստորացումներ եւ այլն, այդպիսի բաներ չլինի, որտեղ զինվորը անդադ զբաղված է։ Ես զբաղված եմ ել մինչև կրտսեր սերժանտ ստանալս, զբաղված եմ ել դրանով 6 ամիս մենք առավոտից երեկոն ուսուցանում էինք։ Դրա համար տենց խոսակցություններ չեն լինի եւ այսին վերջի վարքյաններն է, չէ՞, ու վերջ։ Կուզենայի անցած բանավեճի պարոն Ավագյանին, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը տենց անշնորհքավարիան պահեց, ես ասեի հետևյալը. սեփական պատմության ուրացումը, սեփական պատմությունը ուրիշ ձև ներկայացնելը, հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը, հակասահմանադրական, թռած մարդիկ են անում ու թռած են լինելու իրանք։ Մնացածը դուք որոշեք, ով է մեզանից թռածը։ Պարոն Պարոնյան։ Նախ ինչ վերաբերվում է անվտանգային հարցերին, միանշանակ անվտանգային հարցերը չեն վերջանում բանակով կամ ազգային անվտանգության ծառայությունով կամ զենքով ու զորքով։ Անվտանգային հարցերի ամենակարևոր բաղադրիչը դա ունենալ այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Բայց մենք ցավոք սրտի այսօր այդպիսի իշխանություն չունենք, այլ ունենք իշխանություն, որը անում է ուղիղ հակառակը։ Ինչպես 2018 թվականին այս մարդիկ խաբելով եկան իշխանության եւ չկատարեցին իրենց ոչ մի խոստում, այնպես էլ շարունակում են այսօր։ 2019 թվականին Տավուշյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանը ամենալկտի կերպով հայտարարեց, որ Հայաստանի բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում եւ բաժանեց 40-ից ավել արիության մեդալներ, բայց 2020 թվականի պատերազմից հետո հայտարարեց, որ բանակը ձախողել է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզիչներն ու անդամները հիմա բացահայտ ամբողջ պարտության մեղքը գցում են բանակի եւ մեր զինվորների վրա։ Սա խոսում է նրա մասին, որ մենք չենք կարող ունենալ անվտանգություն, քանի դեռ Հայաստանում իշխանության են այս մարտիկ, այս տրամաբանությամբ, այս գաղափարներով։ Հետևաբար ամենակարևոր եւ առաջնային խնդիրը, եթե մենք խոսում ենք անվտանգությունից ու Հայաստանի անվտանգությունից, դա Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագիր խմբակի խմբավորման իշխանազրկումն է, որովհետեւ իմաստ չունի գնել զենք, եթե դիմացդ կանգնած է մարդ, ով չի պատրաստում կռվել։ Իմաստ չունի կառուցել բանակ, եթե դիմացդ կանգնած է մարդ, ով վերջին պահին ամբողջ մեղավորությունը գցում է բանակի վրա իր սեփական պաշտոնը եւ կաշին փրկելու համար։ Իմաստ չունի խոսալ անվտանգությունից, եթե Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում պատրաստվեն հանձնվել, այլ ոչ թե կռվել ու պայքարել։ Հետևաբար իրական ընդդիմության առաջնային հարցը անվտանգության տեսանկյունից պետք է լինել Հայաստանում գործող այս իշխանություններին իշխանազրկելը, որպեսզի նրանք չշարունակեն խաթարել Հայաստանի անվտանգությունը։ Պարոն Պապյան, խնդրեմ։
մենք այսօր խոսում ենք անվտանգության մասին եւ ճիշտ է այստեղ հնչեց նաեւ այդ միտքը, որ այն բազմաբաղադրիչ է։ Զինված ուժերը ըստ էության մեկ բաղադրիչն են եւ խարսխվում են երկրի տնտեսության, բարոյահոգեբանական եւ այլ գործոնների վրա։ Եթե քո էներգետիկ համակարգը ամբողջությամբ վերահսկվում է երկրորդ երկրի կողմից, բնականաբար ոչինչ չես կարող անել, վերաբերման ճանապարհներ եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է արդեն անկլավների հանձնման մասին, դրա հանձնումը բերելու է նրան, որ մեր տրանսպորտային անվտանգությունը վատանալու է։ Եվ ինչքան էլ իհարկե շատ վատ է, երբ որ սպա զինվոր հարաբերությունները լավ չեն եւ այլն, բայց վստահեցնում եմ, եթե ճանապարհները փակ է, տնտեսություն թույլ է, դաշնակից չունես, այդ միայն այդ շտկելով ոչինչ չի փոխվելու։ Հիմա ոչ մի երկիր առանց դաշնակցի պատերազմի չի գնում։ Ձեր նշած Աղվանստանը եւ այլն ինքն 30 հայ զինվորի կարիքը չուներ Միացյալ Նահանգները որ տարա, ինքը Հայաստանի դրոշի կարիք ուներ եւ մի շարք երկրների ներկայացի։ Ինչ վերաբերում է արդյոք Միացյալ Նահանգները կարող են դաշնակցային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ, եթե իրանք Թուրքիայի դաշնակցային հարաբերություն, ոչ։ Ինչ որ Ռուսաստանը կարող է միաժամանակ դաշնակցային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ, երբ որ երկուսն էլ պատերազմի մեջ են եւ զենք մատակարարի 5 միլիարդ դոլարի Ադրբեջանի, իսկ Միացյալ Նահանգները չեն կարող իրենց ներդրում ունենալ առանց ներկայության այս տարածաշրջանում, ասենք Հայաստանի անցած տարածքում։ Եվ անվտանգության մեկ այլ բաղադրիչ եմ ուզում անդրադառնալ, որը մի տեսակ անտեսված է, թեև սրա մասին գոնե մեր կուսակցության մենք շատ են խոսել, ես ինքս երկար ժամանակ զբաղվում եմ։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ աշխատանքին։ Եթե դու չես կարող Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, որովհետև իրանք չեն ուզում, ուրեմն պիտի գտնես այդ հասարակությունների մեջ էթնոկրոնական, սոցիալական այլ հանրույթներ, որոնց է դու քո աշխատանքը տանես, որոնք քո դաշնակիցն են, Այդ դրանք եղել աշխատանքներ, թալիշներ, լազերան կամ զազաներն ու Ալեմ Թուրքիային, դա սա կարևորագույն գործոն է։ Ադրբեջանը այդպես մեր հաղթեց, մեզ պարակտեց ներսում, գտավ այն խումբը, որը իր կամակատարն է, բերեց իշխանության եւ խնդիրները լուծեց։ Կամավորներին հետ կանչեց, չգիտեմ, 1000 ու մի բան, բայց մեր պարտության պատճառը գալիս է նրանից, որովհետեւ իրենք արեցին այն քայլերը, ինչը մենք պիտի անենք եւ չեն կարել ժամանակին։ Պարոն Գևորգյան։ Ես ու Հայաստանի Հանրապետությունը մոտավոր տարեկիցներ ենք։ Ես հիշում եմ մարմնամարզությունից ուշացա, որովհետև հոկտեմբերի 27 էր եղել։ 2 հոգու գլխատելու պատճառով, սպանելու պատճառով երկրի ուղղությունը փոխվեց։ Դրանից հետո մենք անպութաբար ամբողջ երկիրը կապեցինք մի մարդուց։ Այն մի մարդը հետո եկավ, որոշեց մի օրում հապ մտանք, ԵԱՏՄ մտանք։ Այն մյուս մարդը եկավ Արցախի մարզ հայտարարեց, պատերազմ սարքեց, հետո հանձնեց։ Հետո այդ մարդը սկսեց կախիչներ ստուգել, ձերբակալել սրան նրան, իրան բանավեճով հաղթող Արտուր Օսիպյանին, մինչև հիմա ձերբակալած է պահում, ու մենք փաստացի ապրում ենք թագավորությունում։ Մենք քաղաքացիներ չենք, հպատակներ ենք։ Ես ուզում եմ այտենց չլինի։ Ես չեմ ուզում փոքր ուժի ներկայացուցիչները ու իրենց ընտրողներին եմ դիմում աշխատեն այդ թագավորության խորհրդարանում որպես ընդդիմադիր։ Ես ուզում եմ ճեղքենք այս ամեն ինչը, որի համար ընկերներիս հետ ստեղծել եմ բոլորին դեմ եմ կուսակցությունը քվեաթերթիկ համար 2, որ այդ ճեղքումից հետո հնարավորություն ունենանք վերջապես ունենալ հանրապետություն, որ այլ մի մարդու բարի կամքից կախված չլինի իմ ազատությունը, մի ամբողջ երկրամասի ճակատագիրը, ֆիսկուլտուրալի կախիչները ու այն ամենալուրջ հարցերը ու դրանք քննարկվեն հենց այդ նույն օրը։ Ճեղքումը անհրաժեշտ հայ ժողովրդին ու այդ ճեղքման լուծումը 100 օր անհրաժեշտ բոլորին դեմեմին, որ տա։ Քվեաթերթիկ համար 2-ով թե չկողմնորոշվածները, թե փոքր ուժերի ընտրողները կարող են գալ ու միասին այդ ամենը անենք, որպեսզի խորհրդարանը արտացոլի մեր ընտրածը, ոչ թե այն, ինչ որ հիմա է։ Ու եթե չեղավ ճեղքումը, լինելու է այն, ինչ հիմա է։ Մեր պես բազում մարդկանց 100,000-ավոր ու ձեր ընտրողների ներսում ոչ մեկ չի արտացոլելու։ Ու մենք էլի այս վիճակին ենք լինելու։ Ընտրեք համար 2։ Պարոն Գալստյան, խնդրեմ։ Ուրեմն մեր նախընտրական կետերից ամենաառաջինը անվտանգության հայեցակարգի ստեղծումն է։ Սա հիմքն է, որով մենք տեսնում ենք պետության հետագա զարգացումը։ Գործընկերներս ճիշտ նշեցին, անվտանգությունը դա միայն բանակը չէ։ Դա նաև տնտեսությունն է, նաև արտաքին քաղաքականությունը եւ մի շարք այլ բաղադրիչներ։ Հիմա տեսեք, մենք նաև առաջարկել ենք տնտեսության մեջ պետության դերի մեծացումը։ Պետությունը պետք է բոլոր ստրատեգիական օբյեկտներում ունենա իր ներգրավվածությունը,
դրանք չպետք է լինեն օտար կապիտալի տակ կամ նույնիսկ մասնավոր կապիտալի տակ։ Պետությունը պետք է ունենա դրա կոնտրոլ պակետը։ Բացի դրանից մենք առաջարկում ենք, որպեսզի երկիրը չգնա տարբեր ցնցումների, ինչպես էլի նորից բոլորս ենք հասկանում, կախված է լինում ղեկավարությունից, մեկ հոգուց, դրա համար մենք առաջարկել ենք մի շարք փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում։ Օրինակ, վարչապետին ընտրել 1 ժամկետով։ Սա չի նշանակում բնավ, որ կուսակցությունը չի կարող երկրորդ անգամ մեծամասնություն կազմել եւ ընտրել վարչապետ, բայց նույն անձը պետք է երկրորդ անգամ չլինի վարչապետ։ Եվ վարչապետի պաշտոնին հավակնող անձը պետք է համապատասխանի շատ խիստ պահանջների։ Պետք է ունենա առնվազն բարձրագույն կրթություն, պետք է, եթե տղամարդը ծառայած լինի Հայաստանի բանակում, եւ պետք է պետական համակարգում միջինից բարձր օղակում բավականին երկար պաշտոնավարած լինի։ Այսինքն անփորձ մարդուն չի կարելի բերել տալ երկրի ղեկը եւ ասել կառավարի։ Նու մեծ են մեր ակնկալիքները, դրա համար հայցում ենք մեր ժողովրդի քվեն, թիվ 1 ռեֆորմիստներ։ Պարոն Գորգիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, որովհետև ստեղծված իրավիճակում մենք շատ բարդ ընտրությունների առաջ ենք կանգնելու եւ այն խորհրդարանը, որը մենք ունենալու ենք, ստիպված է լինելու որոշել։ Այն խաղաղության պայմանագիրը, որ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել է, արդյոք այդպես մնալու է թե ոչ։ Մենք արդյոք Ալիևի պահանջով փոխելու ենք սահմանադրությունը։ Մենք արդյոք որևէ հիմք չունեցող անկլավներ ենք հանձնելու Ադրբեջանին եւ հետո թույլ տանք, որ այդտեղ նրանք բնակեցնեն իրենց ադրբեջանցիներով։ Արդյոք շարունակվելու է եկեղեցու դեմ պայքարը եւ ուրացումը ցեղասպանության եւ այն բոլոր արժեքների, որոնք մեզ դարձնում են հայ եւ մեր պետությունը դարձնում են այնինչ ունենք։ Եվ այս բոլորին դիմակայելու համար պետք է որ խորհրդարանում լինեն ուժեր, որոնք գիտեն ինչպես է պետք աշխատել խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը իրեն հակառակորդ ներկայացնում է եւ նշանակել է իր կոչմամբ հայ եռագլուխ հրեշին եւ սա իրեն շատ է ձեռք տալիս, որովհետեւ եթե հիշենք երեկվա հանրայինի բանավեճը մենք կտեսնենք այնտեղ ինչ էր կատարվում, հա։ Բոլորը միմյանց վրա գոռում, դավաճան, հողատու, թալանչի եւ այս բանավեճում որևէ կերպ քաղաքական միտք չի հնչելու։ Եվ որպեսզի դա չլինի, պետք է որ լուսավոր Հայաստանի պես փորձված ուժը լինի ազգային ժողովում, որպեսզի թույլ չտա Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը եւ կարողանա զսպել մյուս ընդդիմադիր ուժերի ախորժակը եւ հասնել կոնսենսուսի, նշանակել կոնսենսուսային վարչապետ եւ երկիրը տանել կառուցողական եւ զարգացման ճանապարհով։ Եթե մենք ունենում ենք կոնսենսուսային վարչապետ, նա հաշվետու է լինում ոչ միայն իր կուսակցությանը կամ ոչ մեկին, նա հաշվետու է լինում բոլոր ուժերին, ովքեր նրան նշանակել են վարչապետ եւ ունենում է լրացուցիչ անվտանգային բարձիկ դիմագրավելու, դիմակայելու այն բոլոր ճնշումներին, որ արտաքին աշխարհում լինելու են նրա դեմ։ Կոչ եմ անում ամսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ ընտրել թիվ 19 Լուսավոր Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Գորգիսյան, հարգելի ունկնդիրներ, մենք այսօր ավարտեցինք Բուն բանավեճը, վաղը շարունակելու ենք երեկոյան ժամը 8-ին։ Բուն TV-ի եթերում դիտեք, սպասեք մեր նոր թողարկումներին։ Դիտեք, հետևեք մեզ, մեկնաբանեք, գրեք ձեր կարծիքը, հարցերը, քննադատեք մեզ, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։